Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, ողջունում ենք ձեզ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում, մաղթում ենք ձեզ լավ տրամադրություն, լավ օր ենք մաղթում եւ առիթից օգտվելով շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այսօր ծնվել են եւ այսօր ծնվել են եւ այսօր նրանց ծննդյան օրն է, մաղթում ենք առողջություն, երջանկություն, սիրով լի կյանք, նորանոր հաջողություններ, թե գործնականում, թե անձնականում, ընտանիքում, բոլոր միջավայրներում միշտ սիրված լինեք եւ գնահատված լինեք։ Եվ ինչ սիրուն խոսքերով սկսեցիր այսօրվա առավոտը Վարդգես, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ։ Բարի լույս ձեզ։ Իհարկե մենք միանում ենք Վարդգեսի շնորհավորանքներին, բոլոր նրանց շնորհավորելով, ովքեր ծնվել են այսօրը ու հատկապես մեր գործընկերոջը Մարինեին, ով կադրից դուրս է աշխատում, դուք նրան չեք տեսնում, բայց ասենք, որ ամբողջ այս հյուրերին դիմավորել, ճանապարհել, մի մեծ աշխատանք է կատարում մեր Մարինեն, ում դուք չեք տեսնում, բայց առանց որի դժվար թե մենք կարողանայինք ամեն առավոտ լինել կազմ պատրաստ եթերում։ Մենք ուզում ենք շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը, մաղթել իհարկե երջանկություն, առողջություն, մաղթել այդքան, երաժշտությունը այդքան հնչում է, այդքան շատ ժպիտներ, որ դու ամեն առավոտ կարողանում ես նվիրել մեր հյուրերին, ջերմությամբ նվիրել մեզ բոլորից, մենք էլ քեզ ենք փոխանցում այդ ժպիտները, ասում ենք, որ պիտի գաս տաղավար։ Այո, այս երաժշտությունը ինչ մի տեսակ տրամադրող է, չէ՞, այո, ուզես չուզես, արդեն տոնական է դառնում։ Մենք իհարկե շամպայնը կբացենք քիչ ավելի ուշ, բայց իրականում Անուշը շատ ճիշտ է ասում, մինչև Մարինեն կգա տաղավար, իսկ մենք Մարինեին ասում ենք Մարինե արի տաղավար։ Արի մոմդ փչելու, որովհետև դու ես տերես, մենք քո մոմը չենք փչելու։ Այո, ինչպես Անուշն ասաց, իր հեռուստադիտող, եթե դուք տեսնում եք մեր առավոտը, այսքան հետաքրքիր, այսքան հյուրերով լեցուն, հետաքրքիր ինֆորմացիաներ, տեսնում եք, որ ինչ աշխատանք է տարվում, դա առաջին հերթին իհարկե այդ մեծ թիմն է անում եւ այս թիմի մեծ աշխատանքը, մի մեծ առույցի բաժինը կատարում է Մարինեն։ Այո։ Ահա, ես Մարինեն արդեն տաղավարում է, շնորհավորում ենք քեզ բազում հաջողություններ, անսպար գարուններ դիմավորես ու քեզ նման լավ մարդու, հետաքրքիր ընկերոջ, աշխատող ու առհասարակ դու չես դադարում եւ չես հոգնում աշխատել, իսկ դա ես կարծում եմ շատ մեծ հաջողություններ է բերում մաղթուն, մենք քեզ շատ ենք սիրում, ամբողջ կոլեկտիվով քեզ ասում ենք շնորհավոր։ Այո, մենք շահել ենք, որ ունենք Մարինեն, իսկապես։ Դե, Բրավո, ես ասեմ, մենք քո շամպայնը կխմենք վերջում, բայց ինչու մենք չունենք ավելի մեծ տորտ։ Հիմա ասեմ ինչու, որովհետև մեր Համլետը որոշել է այսօր նվիրել տորտ Մարինեին եւ մենք հենց այսօր մեր խոհանոցի տաղավարում կպատրաստենք նրա համար տորտ ամբողջ կոլեկտիվի համար եւ իհարկե արդեն հաղորդման վերջում կշնորհավորենք Մարինեին։ Բայց մեր ծնունդն այսքանով չի ավարտվում, Անուշը հիմա համեստաբար լրում է, բայց ես ուզում եմ ասել, որ բոլորը կմտածեն նաև ինձ են։ Թեպետ այսօր Անուշի հրաշք դստեր ծննդյան օրն է, Նանեի ծննդյան օրն է, մենք արդից օգտվում ենք նաև եթերից, շնորհավորում ենք սիրելի Նանե, քո ծնունդը, մենք քեզ մաղթում ենք, որ երջանիկ կյանք ունենաս, ինչպես արդեն ասացի, սիրված լինես, գնահատված լինես, միշտ շրջապատված լինես լուսավոր, բարի, ազնիվ մարդկանցով եւ ուզում եմ Նանեի ծնունդով ես շնորհավորել նաև Անուշին, որովհետև Անուշը ինձ համար որքանով այս տարիների ընթացքում կարողացել եմ հասկանալ, բացառիկ մայր է եւ բացառիկ ընկեր է, կարող եմ ասել Նանեի հետ, ամեն անգամ երբ տեսնում ես Նանեին, դու հասկանում ես, թե ինչ մեծ աշխատանք է տարված այս երեխայի հետ, ինչ մեծ հոգի եւ սեր է տվել Անուշը իր կյանքով Նանեին։ Իսկապես ես քեզ շնորհավորում եմ, որ դու տարիքը չենք ասի, շատ տարիներ առաջ լույս աշխարհ ես բերել այդտենց հրաշք աղջկա ու լցրել ես կյանքը իրենով, տվել ես նոր գույն։ Շնորհավոր քեզ եւ շնորհավոր Նանեին։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհավորում ենք եւ բարևում ենք։ Այո, ես շատ շոյված եմ Վարդգես քո գեղեցիկ ու իսկապես շատ նաեւ պարտավորեցնող խոսքերի համար։ Այո, իմ դստեր ծննդյան օրն է, ես իհարկե սիրով շնորհավորում եմ նրան ու ասեմ, որ այն ծերը, որի մասին խոսում է Վարդգեսը եւ այդ աշխատանքը, որ արվում է, բացառապես նրա համար է, որ ես իմ կյանքում ավելի թանկ, ավելի կարեւոր բան չունեմ, ինքը միշտ առաջնային է, ինձնից էլ առաջնային։
Առաջինը ինքն է, հետո նոր ես։ Ես միշտ այդպես եմ, այո, մի քիչ հիվանդագին։ Այո։ Բայց ես պետք է ասեմ սիրիոս, դժվար է լինել Անուշիկ Առաքելյանի դուստրը։ Իրար իսկապես, իրավ այդպես է, նանեն հիմա այնտեղից ինձ կհասկանա, բայց դե հիմա ընկելենք պիտի քաշենք, ինչ արածի եւ ասում է։ Այո, ես բազմիցս առիթ ունեցել եմ եւ հարազատներից եւ ընկերներից լսելու, որ ինչ մեղք է, անգամ այդպիսի մի հումոր կա, որ մեր հարազատներից մեկն ասում է, ոչինչ Նանե ջան, դիմացիր, քեզ մի քանի տարի է մնացել նստելու, հետո գուցե կամուսնանաս կազատվես, բայց հետո հասկանում եմ, որ երևի այդ դեպքում էլ հույս չի լինի, որովհետև ես կարծում եմ, որ աղջիկը պիտի լինի չափազանց գրագետ, կիրթ, կոռեկտ, հուսամ դեռ շատ աշխատանք ունի անելու, բայց այնուհանդերձ կինը ինքն իր դասերակցությամբ, գրագիտությամբ պիտի նաև կարողանա վարակել, ինչու՞ չէ նաև տղամարդկանց։ Դու լավագույն օրինակն ես, Անուշ, դա սա ես շատ լավագույն օրինակն ես իր համար։ Ես չեմ կարծում, որ Նանեն կա այնպիսի մի կին քեզնից առավել, որ ինքը կարող է սիրել եւ չեմ ուզի այդպես ասել, բայց պաշտել։ Այո։ Ես մի անգամ թերևս մտածեմ սա որպես ամփոփ ասեմ, շատ կարևոր է ընկերության մասին էի դու խոսում, այդ խստության հետ մեկտեղ կարողանալ լինել ընկերական ձևաչափի մեջ երեխայի հետ, բայց ես դրանից մի քանի տարի առաջ առիթ ունեցա շատ պատահաբար կարդալու մի տեքստ, որտեղ իմ աղջիկը գրել էր, ես երազում եմ մեծանալ եւ նմանվել մայրիկիս, ինքը իմ իդեալն է։ Մոտավորապես մեկ ամիս ուշքի չէի գալիս այդ խոսքերից, որովհետև ես ինչքան էլ որ սիրում եմ, բայց իմ խստությունը մեկ-մեկ մարդկանց մոտ տպավորություն է, թե ես այնքան խիստ եմ, որ գուցե չեմ սիրում, բայց իմ սիրո չափերն այնքան մեծ են, որ ես ասեմ, որ դա այն մարդկանց մոտ, ովքեր որ քեզ չեն ճանաչում, բայց ովքեր որ իսկապես դա տեսանելի է։ Նրանք, ովքեր քեզ չեն ճանաչում, կարող են այդպես տպավորություն ստանալ, որ դու այսպես ու վերջ։ Բայց դա այսպես, եւ դրանից հետո շատ ավելի հետաքրքիր շփումներ ունեն նրանք երկուսով։ Դե այդպես է ստացվել, ես նկատել եմ, գիտեմ։ Շատ շնորհակալ եմ։ Մի խոսքով շնորհավորենք եւ Մարինեին եւ Նանեին, մաղթենք ձեզ ժպտառատ օր, մաղթենք, որ դուք այսօր ստանաք աշխարհի բոլոր ծաղիկները, բոլոր գեղեցիկ շնորհավորանքները, գեղեցիկ բարեմաղթանքները եւ իհարկե լինեք սիրված, որովհետեւ դուք այնպիսի անհատականություններ եք, որ արժանի են լինել սիրված։ Ես նաեւ Մարինեի աղջկան ասեմ, որ ինքը իսկապես մի շատ կարևոր կնոջ տեսակ ունի իր կողքին, ես գիտեմ, թե Մարինեն ինչքան անսահման է սիրում իր դստերը եւ նվիրված նրան, եւ այսպիսի մայր ունենալը մեծ հաջողություն է, ես հավատացնում եմ նրան, ինքն էլ արդեն մեծ աղջիկ է, գուցեև հետևում է, դու երջանիկ ես, որ ունես այդքան լավ մամա, մենք քեզ շնորհավորում ենք, այսօր ձեզ մաղթում ենք հաճելի օր, մենք անցնենք առաջ, հիմա Համլետը ինչ կներկայացնի, թե ինչ է սպասվում այսօր մեր խոհանոցում, ես իմ սուրճով միանամ իմ գործընկերոջը, ես էլ առաջարկում ենք սիրելի հեռուստադիտողներ այսօր, եթե կա տանը ծննդյան տարեդարձ, արթնացեք, գեղեցիկ շնորհավորանքով առավոտից նվիրեք ջերմ խոսքեր ձեր սիրելիին, սուրճը դրեք եւ միացեք մեր առավոտին, որտեղ էլի ինչպես միշտ անակնկալները շարունակական են լինելու, հետաքրքիր հյուրերը անսպառ են լինելու եւ իհարկե համեղ խոհանոցը։ Համեցիր Համլետ։ Շնորհակալություն, ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին, ցանկանում եմ ամենալավն ու բարին, առողջ ու երկար տարիների կյանք։ Իսկ տարեդարձ հետ կապված կպատրաստեմ բիսկվիթային դեսերտ շոկոլադով ու ելակով, նաև այդ ժամանակատվածը կօգտագործեմ պատրաստելու բազուկով եւ ֆետապանրով թեթև ու հեշտ պատրաստվող աղցան։ Ունենք աղցան, ունենք տորտ, ունենք շամպայն, էլ ինչ է պետք։ Եվ հոբելյարներ։ Լավ տարեդարձ նշելու համար։ Բարձր տրամադրություն, լավ տարեդարձ։ Դե ի գործ, ինչպես ասում են, քեզ հաջողություն, իսկ մենք անցնենք առաջ մեր իրադարձություններով եւ ծնունդներով, շարունակում են ծնունդները։ Ես ասեմ, որ էլի շատ հետաքրքիր մի փաստ է սա, որովհետև երբ նայում ես, որ առաջին անգամ այն տեղի է ունեցել 1840 թվականին, հասկանում ես դրա լրջությունը, թողարկվել է առաջին փոստային նամականիշը Սև Պեննի։ Իսկ դու հավաքում էիր այդ նամականիշերը։ Ես մի ժամանակ սկսեցի, բայց հետո հասկացա, որ դա շատ դաժան աշխատանք է, եւ ես հասկացա, որ դա տակից ես ուղղակիորեն դուրս չեմ գա եւ ասեցի լավ։ Այդ թողենք թող պրոֆեսիոնալները լուրջ կոլեկցիոներներ կան, այո, որոնք հավաքում են եւ գուցե դրանք բավական թանկ արժենան, եթե ունենաս այդ հները։
Ահա, ես ասեմ, որ այսօր 1960 այսօրը 1961 թվականին հայտնի ամերիկյան դերասան եւ պրոդյուսեր Ջորջ Քլունին է ծնվել, մարդ ով եկավ Հայաստան, մարդ ով մասնակցեց, ուրեմն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ իսկապես աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանը, հայկական, այսպես ասած, աշխարհը, հայոց աշխարհը Եվ բավական, ես կարող եմ ասել ուրախ եւ երջանիկ մեկն է, որ տեսել եմ նրան։ Իսկապես։ Այո, տեսել եմ նրան։ Նկարվել ես։ Չհասցրեցի, չկարողացա, աշխատանքի մեջ էի, բայց ոնց ես բաց հեռավորության վրա տեսան։ Հիմա մենք այդ նկարը կցուցադրենք։ Ձերքով արեց, այսպես թաթիկով արեց, ես ասացի, ես մի քիչ խառնեմ, հետո կմոտենամ։ Ջորջ։ Բայց ես իդեպ պիտի ասեմ, որ նա, չգիտեմ, առաջին թե երկրորդ անգամ ամուսնացավ իրավաբանի հետ, բայց ես պիտի ասեմ, որ այս տարիքում ամեն անգամ առիթ եմ ունենում հետևելու հան նկարներով կամ վիդեոներով, թե ինչ երջանիկ է ինքը, ոնց է ինքը պաշտում իր կնոջը, մեծարում։ Ամալիա, թե Ամալ Քլունի։ Այո, Ամալ Քլունի, որովհետև նաև իմացա, որ ինքը բավական հաջողակ իրավաբան է։ Այո, միջազգային մակարդակի իրավաբան է եւ զբաղվում է իդեպ շատ բազում առիթներ է ունեցել հայկական հարցը բարձրացնելու եւ հետաքրքիր է որտեղից է այս առանձնահատուկ սերը հայերի նկատմամբ։ Ամուսնուն էլ ասել է, եթե Հայաստան չգնացի, մենք բաժանվում ենք։ Էն լավ կգնամ, տես վերակացել եք իլը Հայաստան։ Եվս մի տաղանդավոր հայի ծննդյան տարեդարձ, որի մասին էլի մեծ հպարտությամբ նշենք, 1970 թվականի այսօրն է ծնվել Էդուարդ Թոփչյան, հայ դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ Շնորհավորում ենք։ Այո, առիթ օգտագործենք, մայստրոին շնորհավորենք եւ իսկապես այս բaragայում էլ պետք է ասեմ, որ գուցե մատերից վրա կարող եմ հաշվել, բայց առիթներ եղել են լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնելու, որտեղ ես մասնակցություն եմ ունեցել, որտեղ պատիվ եմ ունեցել աշխատելու հենց մայստրոյի հետ, ու իսկապես դա շատ հետաքրքիր, շատ ուրիշ աշխարհ է, երբ որ մտնում ես երաժշտության աշխարհ ու այս տեսակ պրոֆեսիոնալ մարդու հետ ես գործ ունենում, այնպես որ մայստրո առողջ եղեք, ձեզ նորանոր հաջողություններ եւ լավ համերգներ, որպեսզի գանք ու վայելենք։ Այո, ես մի անգամ առիթ ունեցել եմ նրան գրելու, թե ինչ հպարտ ենք մենք նրանով, որ մենք ունենք այսպիսի մեկը, հայ մեկը, որովհետև դու գիտես, որ այսպիսի անուններն են, որ Հայաստանը կարող են պատվով ներկայացնել այլ երկրներում։ Այո։ Անդրադառնանք եւս մի հետաքրքիր թեմայի, ես կարծում եմ նաև հեռուստադիտողին կհետաքրքրի, ասենք, որ այսօրն է ծնվել նաև Զիգմունդ Ֆրեյդը։ Հետաքրքիր է, որ երեք ինձ Մարինեն ասեց, չգիտենք անդրադառնանք այս թեմային թե ոչ, որովհետև ես նրան չեմ սիրում։ Սխալ հարց է տվել։ Բայց չէ, դե իհարկե բան չէր կարելի ասել Մարինե, ինչպես կարող ես։ Ես Ֆրեյդի հետ կապված ունեմ իհարկե չեն կարող չգնահատել նրա արած գործը, հա, եւ նրա մեծությունը, բայց այնուհանդերձ ունեմ որոշակի տարակարծություններ նրա գործունեության մասին, որովհետև այսինքն նախ ասենք, որ ինքն է առաջինը հորինել այդ թախտի վրա պարկել եւ խոսել անձնական խնդիրների մասին, հա, հատկապես այդ դիրքով եւ ասելով, թե մարդիկ իրենց շատ ավելի կոմֆորտ են զգում այդպես, շատ ավելի իրենց տանն են զգում եւ կարող են հանգիստ խոսել իրենց խնդիրների մասին, բայց թե հետո ինչ էր տեղի ունենում, դրան չանդրադառնանք, ասենք Հա, բայց դե շարլատանություն արել է։ Դե դրա ման ասացի։ Ինձանից ասեմ։ Չնայած հետաքրքիր միֆեր կան, օրինակ պատմում էին, որ Միկին գնացել է նրա մոտ, քանի որ նա հայտնի հա ունի ստեղծագործություն, աշխատություն, այսպես ասած, երազների տեսության մասին, որտեղ ասվում է, որ երազները կարող են քո հոգեբանության մասին ամեն ինչ պատմել, եւ ասում են, որ Միկին պարբերաբար գալիս է իր մոտ ու ասում է, որ ինքը արդեն վաղուց ի վեր անընդհատ իր երազում նարինջ է տեսնում, ինչ կարող է դա խորհրդանշել, որովհետեւ այն ինչ որ երկարատև է արդեն, եւ Ֆրեյդն ասում է, որ դուք ունեք սրտի հետ կապված խնդիրներ։ Կինն ասում է, որ բացառապես չունի սրտի հետ կապված խնդիրներ, երբեք չի բողոքել եւ դա հնարավոր չէ, հետո միաժամանակ անց այդ կինը ինֆարկտից մահանում է։ Եվ պարզվում է ինչ խորհրդանիշ կարող է լինել դա, չնայած որ նաեւ եթե մի քիչ էզոտերիկայի մեջ խորանանք, ասվում է, որ մեր օրգանիզմը հուշում է մեզ
ամեն ինչի մասին, սկսած հոգեբանականից վերջացրած առողջության հետ եւ երազները կարող են հուշել վտանգի մասին, ինչու նարինջ, որովհետեւ պարզվում է, որ նարինջը շատ լավ է անդրադառնում սիրտ անոթային տրակտին եւ դա նշանակել էր, որ կինը ունի առողջական խնդիր, որը երազների միջոցով փորձել են ասել, բայց նա լուրջ չի ընդունել Ֆրեյդի ասածը։ Ես պատկերացնում եմ, որ պիտի ասես դուք ունեք սրտի հետ խնդիր տիկին, հանվեք խնդրում եմ, ու այդտեղ հանվեք խնդրում եմ։ Սկսում է հետազոտել նրա սիրտը։ Հետաքրքիր մեջբերումներ կան, մենք տեսանյութ ունենք ի դեպ Ֆրեյդի հետ կապված, բայց հետաքրքիր մի խոսք եմ այստեղ կարդում, գրված է, որ որքան կատարյալ է մարդը արտաքնապես, այնքան շատ թերություններ կան նրա ներսում։ Ու մի տեսակ սկսում ես հիմա գիտես մտածելու տեղիք է տալիս։ Բայց դրա հակառակն էլ կա, ասում է գեղեցիկ մարդու հոգին էլ է գեղեցիկ։ Հիմա սա դրա հակասությունն է։ Չէ, ասում են գեղեցիկ, ես օրինակ իմ ընկերներից մեկը շատ միշտ է պնդում է այդ, այսպես ասած, միտքը, որ ասում է գեղեցիկ մարդը չի կարող լինել չար։ Ահա։ Ոչ թե գեղեցիկ հոգով, այսինքն ինքը եթե գեղեցիկ է ֆիզիկապես, ուրեմն նա բարի է, նա լավն է, նա բայց դա էլ քիչ վիճելի է, որովհետև չես կարող ասել, կարող է լինել շատ գեղեցիկ եւ արիստոկրատ, բայց լինել չասենք ինչ։ Սրիկա, մեղմ ասած։ Հետաքրքիր մի բան եւս, մենք աշխարհ ենք գալիս միայնակ եւ միայնակ էլ հեռանում աշխարհից։ Եթե սրա մասին իմիջիայլոց շատերը կարողանան ի վերջո հասկանալ այս խոսքերը, դժվար թե սկսեն մտածել, որ պետք է ունենալ աշխարհի բոլոր փողերը, աշխարհի բոլոր պաշտոններում պետք է լինել, որովհետև ի վերջո ինչպես ասում էր Ալեքսանդր Մակեդոնացին, ես աշխարհի կեսը գրեթե գրավեցի, բայց ինչպես տեսնում եք, ինձ ինչ։ Չէ, դե ասել էր ինձ բաց ձեռքերով թաղեք, որովհետև ես ուզում եմ ցույց տալ դրանով աշխարհին, որ ես միևնույն է ինձ հետ ոչինչ չտարա։ Բայց ցավոք որևէ բան այդպես էլ դաշ չի դառնում մարդկանց, որովհետև մարդկանց մեծ մասը իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պարտականություններ, իսկ պարտականությունները մարդկանց մեծ մասին վախեցնում են։ Հետաքրքիր մի բան, ասում է, որքան դու ազատ ես, այսպես ասած, հա, այնքան ինքդ քեզ սահմանափակում ես։ Երբեմն մենք խոսում ենք, որ օրինակ չափից ավել ազատությունը բերում է սրան կամ նրան, ես ասեմ, որ գրագետ մարդը, երբ մենք խոսում ենք ազատության մասին, ինքը ճիշտ հակառակը, երբեք ազատ չէ, որովհետև միշտ սահմանը գիտի, որտեղ է ավարտվում իր ազատությունը եւ գիտի իր պատասխանատվությունները։ Իմացի ազատությունը։ Այո, այդ իսկ պատճառով այստեղ մեծ խորհուրդ կա այս խոսքի մեջ եւ այո, մենք որքան ազատ ենք, որքան անկախ ենք, այնքան մեր պատասխանատվությունը ավելի մեծ է, եթե մենք իհարկե դա արդեն հասցրել ենք գիտակցել։ Իսկ այն մարդիկ, ովքեր գիտեն ինչ է նշանակում պատասխանատվություն, իրենք կարծում եմ սրա ծանրությունը շատ լավ են իրապետում։ Ես հիշեցի մեր դասախոսներից մեկի խոսքը, որ ասաց ազատությունը մենք պետք է չխառնենք ամբարտավանության եւ լկտիության հետ։ Ազատությունը շատ ավելի գեղեցիկ բան է, իսկ երբեմն մենք խախտում ենք ու դառնում ենք ամբարտավան, լկտի եւ գիտենք թե հենց դա է ազատությունը, որ ինչ կարող ենք, ինչ ուզում ենք կարող ենք անել, բայց դա այդպես չէ, շատ ճիշտ ես։ Այո։ Դե ինչ խոսք։ Դե ասում են հասկացողին մեկ, չհասկացողին հազար ու մեկ։ Բայց քանի որ մենք այսքան հետաքրքիր ցիտեցինք Ֆրեյդին, ինչպես ասում են, նաև անդրադառնանք տեսանյութին, որը պատրաստել է մեր լրագրողը, այնուհետև կդիմավորենք մեր հյուրերին տաղավարում, համեցեք։ Ահա, մշակութային հյուրերը արդեն տաղավարում են, հիմա ներկայացնենք մեր հյուրերին, Երևանի Շարլ Ազնավուրի անվան Մշակույթի եւ Արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյան, նույն քոլեջի երկեցողության մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողի Տաթևիկ Արծրունյան, բարի առավոտ, եւ իհարկե Հակոբ Հովհաննիսյան առաջին կուրս։ Բարի լույս։ Լավ եք։ Լուսանկարչական գործ մասնագիտություն Հակոբ։ Լուսանկարչություն։ Ես ինչպես հասկացա, հաղթանակներով եք եկել։ Հիմա այս գավաթի մասին խոսենք, ինչ է եւ իհարկե նաեւ նկարների, չնայած արդեն հետո եթերում կունենանք էլի նկարներ, համեցեք, պատմեք։ Ես կուզենամ սկզբից խոսենք Հակոբի մասին, որովհետեւ Հակոբը այս տարի հունվար ամսին Իսպանիայում յուրաքանչյուր տարի տեղի ունեցող Դալիի բեղերը միջազգային արվեստի մրցույթում մասնակցել է եւ արժանացել առաջին մրցանակի։ Աշխարհի շուրջ 30 երկրներից պրոֆեսիոնալ լուսանկարիչներ են մասնակցում
եւ սա բավականին լուրջ ստատուս ունեցող եվրոպական միջազգային մրցույթ է, որտեղ անգամ մուտք ունենալը բավականին դժվար է, նախնական, որովհետեւ ներկայացնում են որոշակի, այսինքն նյութեր, on-line է իհարկե եղել, ոչ off-line, եւ Հակոբը փորձել է իր ծնողների հետ եւ այսպես, այսինքն հաջողությունը իրեն ժպտացել է եւ իր նկարը արժանացել է առաջին մրցանակի այս մրցույթում։ Այս նկարի մասին է խոսքը հենց։ Մնացածը Հակոբը երևի պատմի ավելի ճիշտ կլինի։ Այսպես։ Խնդրեմ Հակոբ ջան, ներկայացրու։ Ահա, այսպես։ Այդ թռչնին պատահաբար մեր բակում եմ տեսել։ Հետո որոշեցի լուսանկարել։ Միշտ այդպես նույն գիրքով նստած էր։ Չէ, երկար ժամանակ նկարեցի, որ այդ մի կադրի համար։ Մրցույթին, որ մասնակցում էի, այդ իմ կատարած վերջին աշխատանքներ, որոշեցի այդ էլ ներկայացնեմ, ընդհանրապես չէի մտածում, որ լավ արդյունք ունենամ։ Դե մենք շնորհավորում ենք, սրանք քո նկարներն են հիմա եթերում, սրանք քո աշխատանքներն են, ինչպես հասկանում եմ։ Հակոբ, ասա, բայց հաճելի է, երբ որ անսպասելի հաջողություն ես ունենում եւ կրկնակի երջանկություն ես ապրում։ Այո։ Երբ ուղղակի քեզ համար մի հատ լուսանկարել ես, տարել ես, մասնակցել ես մրցույթի, մեկ էլ հոպ եւ հաղթեցիր։ Լուսանկարչական գործ անվանակարգում, հա, փաստորեն։ Այո։ Հրաշալի է։ Ինչ է սիրում նկարել Հակոբ։ Հիմնականում բնություն եմ սիրում լուսանկարել։ Սա փաստորեն Սա ումն է։ Սա Տաթևինն է։ Տաթևինն է, Տաթև ջան ներկայացրու։ Խնդրեմ Տաթև։ Նախ բարի լույս։ Բարի լույս։ Ապրիլի 20-ից 24-ը կայացած մրցույթում Ղազախստանում, միջազգային մրցույթում զբաղեցրել եմ առաջին մրցանակը, առաջին տեղը։ Դժվար էր մրցակցությունը։ Կոնկուրենտներ կային, իհարկե, մրցակցությունը արդար էր, կարևորը։ Դες ինչ լավ է։ Տեսա։ Ամենակարևորի մասին ենք խոսում։ Երկեցողություն անվանակարգում, հա։ Այո։ Երկեցողություն։ Ինչ ես կատարել։ Արտուր Գրիգորիչ Կանգար եւ Jennifer Hudson One Night Only։ Այսինքն էստրադային ժանրի մեջ կարող ենք ասել։ Իսկ կային հստակ պահանջներ, թե դուք էիք ընտրում երգերը։ Մեկը պետք է լիներ քո լեզվով, մյուսը ինչ երգ որ կցանկանայինք։ Եվ հետաքրքիր ինչու հենց այս երգերը հատկապես Արտուր Գրիգորիչի ասացիք Կանգար։ Մենք կայացել ենք այդ որոշումը ընդհանուր մեր դասախոսների պարոն Կիրակոսյանի հետ։ Այսինքն երգը ընտրվել է միահամուռ ուժերով։ Կոնկրետ ինչ-որ Համեստ են մեր երեխաները, տես։ Էլի կա մրցույթներ, որ պատրաստվում ես մասնակցել։ Թե ինչպես թույլ տան։ Եթե լինեն, իհարկե մասնակցելու եմ։ Սա առաջին քո մասնակցությունն է որևէ ունեցելի հաղթանակներ, որտեղ ինչ պատմիչ։ Բելարուսիայում էլի պարոն Կիրակոսյանի հետ էինք մնացել, էլի առաջին մրցանակ։ Որոշել եք գրավել մի խոսքով աշխարհը։ Փաստորեն այն տեսանյութերը, որ մենք համացանցում տեսանք, ես տեսա, որ դուք գցել էիք, հա։ Այո։ Փաստորեն այդ մրցույթի տեսանյութերն էին, հա։ Այդ մրցույթի այո, Տաթևեի որոնք որ կատարում էր, երկու ստեղծագործությունից իհարկե փոքրիկ հատվածներ է ես տեղադրել, այդ մրցույթից էր։ Մրցույթը 19-րդ անգամ է իրականացվում, 5 տարի շարունակ, ճիշտ ասած, ես անընդհատ հրավիրված էի որպես ժյուրի միջազգային մրցույթում, բայց մենք մասնակից չենք ներկայացնում։ Եվ երբ անցյալ տարի այնպես ստացվեց, որ մենք քննարկեցինք, մրցույթը պետական մասշտաբի է եւ կոչվում է ոսկե միկրոֆոն, այնտեղ եւ եվրոպական երկրներ են մասնակցում, ինչպես նաեւ SNG-ից եկած տարբեր երկրներից են մասնակցում։ Այս տարի մի փոքր ավելի սեղմ էր երկրների քանակը, ելնելով այս իրավիճակներից, պատերազմական եւ այլ, Եվրոպա այդքան շատ չկար, Բուլղարիան էր հիմնականում, այսինքն այդ կողմից, եւ այս տարի որոշում կայացեց, որ գոնե մասնակցի այդ նորից, այսինքն այս տարի գնանք եւ մասնակցենք, եւ ընտրեցինք Տաթևին լսումների արդյունքում, շատ արագ կազմակերպվեցինք եւ փառք Աստծո լավ մրցանակով վերադարձանք առաջին մրցանակով մրցույթում։ Հրաշալի։ Իսկ ժյուրի կազմում այս տարի կայք։ Այո, իհարկե։ Այդ մասին խոսենք, ինչպես ստացվեց, որ թույլ տվեցին, որպես ժյուրի անդամ ձեր երկրից ներկայացուցիչ լինի, մի քիչ չմտածեցին, որ կարող է կողմնապահություն լինի եւ որպես
ժյուրի անդամ եւ ձեր երկրից էլ մեկը ելույթ է ունենում, թե այդպես կարելի է մրցույթ։ Այդպես կարելի է, քանի որ տարիներ շարունակ ես լինում եի եւ Հայաստանը մասնակցի, որպես մասնակից չէր ներկայացնում, միայն ժյուրիի մասնակցությամբ էր։ Կազմ կոմիտեի կողմից անցյալ տարի առաջարկ եղավ իրենց մշակույթի նախարարության, որ 2022 թվականին Հայաստանից եւս մասնակից լինի եւ մենք ընտրեցինք Տաթևին, ներկայացրեցինք, այսինքն որևիցե եկանք Հայաստան։ Դուք խոսեցիք տեսանյութերի մասին, մենք ունենք տեսանյութ, ներկայացնենք հեռուստադիտողին։ Ահա, վերջ, գնացիր, առաջի տեղը վերցրեցիր, եկար, բայց ես մի հարց ունեմ։ Համեստ նստած է, տեսնում եք ձայն ունի։ Այո, խնդրեմ։ Հայտարարվում է, որ դպրոցն է ներկայացնում, չէ՞, այսինքն քոլեջն է, այսինչ քոլեջն է, թե չի հայտարարվում այնտեղ։ Այ որ հնչում է Շարլ Ազնավուր անուն է այնտեղ։ Չկա ուրիշ մի հատ վերաբերմունք, հետաքրքրություն, հատուկ, այսինքն այդ անվան հետ կապված մոտեցում, գան, շփվեն, փորձեն ճանաչել, իմանալ, կա այդ տեսակ մի միանշանակ կա, մենք արդեն այնտեղ ժյուրի կազմում էր նաև Ալմատայում գործող իրենց արվեստի ակադեմիայի ենթակայության տակ քոլեջի տնօրենը, ով ֆիլհարմոնիկի նաև ղեկավարն է համատեղ, երբ որ լսեց, շատ ուրախացավ, մոտեցավ, մենք այժմ համագործակցություն ենք ծավալելու միասին եւ հայ ղազախական եւ պրոյեկտներ են գծել, երաժշտական, ինչպես նաև իրենց մոտ կա այդ ցիրկավոյ ժանրը, որը որ կարելի է մեզ մոտ էստրադային ժանր ունենք միասին, այսինքն համատեղ, այո, հիմա քննարկում ենք, իսկ այլ երկրներից իհարկե միանշանակ մոտենում են եւ ասում են, որ Հայաստանում Շարլ Ազնավուր քոլեջ գոյություն ունի եւ այլն, ես պատմում եմ, որ նոր է ստեղծվել եւ այլն եւ բավականին մեծ պոտենցիալ ունի, այսպես սա էլ մեր ուսանողուհին է։ Տեսեք, մի անունը ոնց կարող է փոխել ամեն ինչ, էլի, մի ամբողջ մի անուն ընդամենը, որը համաշխարհային մեծություն է, փոխում է վերաբերմունք, փոխում է մոտեցում։ Իհարկե, միանշանակ դե Ազնավուրը համամարտկային է, ոչ միայն համահայկական է, եւ իրենց հենց որ հնչում է այդ անունը, արդեն իրենք եւ վերաբերմունքը եւ ամեն ինչ, այո։ Հիմա Տաթևիկը 4-րդ կուրսում է եւ ավարտում է շուտով, թե 2 ամսից։ Ինչ է անելու։ Մտածում եմ երևի կոնսերվատորիա։ Ինչ հարց տվեցինք, պատտվեց պարոն Կիրակոսյանն, այն որ հարց է տվել, պատասխան ինչ է զիս։ Չէ, երևի կոնսերվատորիա կընդունվեմ, էստրադա ջազ բաժին։ Չէ, դա ճիշտ որոշում է, որովհետև ես կարծում եմ, էլ ինչ, այս մարդը էլ ինչ պիտի դառնան, եթե ոչ երկու։ Իհարկե, պոտենցիալը կա, հաղթանակները կան։ Ուղղությունն էլ ճիշտ է ընտրված, իդեպ ջազային, իսկ մեր տղան առաջին կուրսում է։ Հետաքրքիր է ինչ է անելու հետո։ Դեռ չեմ որոշել։ Չխային։ Լուսանկարիչները մի քիչ ուրիշ ձևի են մտածելակերպով արվեստի, այս երաժշտական, կատարողական արվեստի էներգետիկան իրանց մոտ ուրիշ է, մեր նման չէ։ Մեզ մոտ, բայց ինքը այլ նախասիրություններ ունի իմիջիալից ասեմ, երևի պատմի իր նախասիրությունների մասին, ինչով է զբաղվում նաև։ Զբաղվում անօթաչու սարքերի ստեղծմամբ եւ ծրագրավորմամբ։ Դե բացա տեսնենք իմանանք որտեղից է գալի այդ ամենը։ Թե չէ լուսանկարչություն։ Մենք էլ մտածում ենք արվեստի մեջ է, սպառում է գիտության մեջ է ավելի շատ։ Այ հետաքրքիր ինչից որոշեցիր հենց դրանով զբաղվել, ինչ եղավ։ Մանկուց հետաքրքրում էր էլեկտրոնիկան։ Սկսեցի զբաղվել ու այս տարիքում արդեն որոշեցի ավելի խորանալ այս ոլորտում։ Իսկ բացի փաստորեն քոլեջից ինչ որտեղ էլի հաճախում ես։ Այո։ Որտեղ։ Հաճախում եմ հատուկ խմբակ, որտեղ սովորում եմ ծրագրավորել եւ ստեղծել։ Հոյակապ է։ Սիրում ես մաթեմատիկա, ֆիզիկա։ Չէ։ Բայց ոնց կլինի չսիրել մաթեմատիկա, ֆիզիկա եւ ծրագրավորմամբ եւ հատկապես էլեկտրոնիկայով։ Չգիտեմ։ Բայց ստացվում է։ Ինչ են ասում օրինակ ուսուցիչները, որ եթե չես տիրապետում կարող ես այդ ոլորտում։ Ուսուցիչները չգիտեն այդ մասին։ Բայց արդեն իմացան։ Ուսուցիչները չգիտեն, որ ես մաթեմատիկա եւ ֆիզիկա չգիտեմ, պետք է չի որ իմանան ուսուցիչներ։ Բայց եթե հիմա ես պատկերացնում եմ քոլեջում մեր մաթեմատիկայի ֆիզիկայի դասախոսների տեսանային ինֆարկտ կստանան առնվազն։ Դա ոսմեք եկեք վերջում ասեք, սա հումոր է, չէ՞։ Կատակ էր, այո։ Եվ մենք խոսեցինք դասատուների մասին։ Ովքեր են դասատուները եւ ում մոտ են սովորել, որ հասել են այս արդյունքի քոլեջում, չէ՞ որ այս հաղթանակը նաեւ դասատուի հաղթանակն է, այն մանկավարժի, ով որ զբաղվում է տեխնաջան աշխատանք է տանում,
Եվ նաև կարող ենք ասել նաև նրանց շնորհավոր, որովհետև սա նաև նրանցն է այս հաղթանակը։ Տաթևի դասախոսը մասնագիտական առաջին կուրսից մինչ երկրորդ ավարտեցիք, չէ՞, երկրորդի առաջին կիսամյակ, այսինքն 1.5 տարի, գրեթե կես ուսումնական իր process-ը եղել է լուսահոգի Արմեն Գևորգյանի ուսանողին։ Շատ սիրելի, երաժիշտ, երգահան, որից հետո դե բնականաբար, երբ որ Արմենը հեռացավ կյանքից, մենք հրավիրեցինք երիտասարդ մի շատ լավ երգչուհու, Սոնա Սիլվեր, բոլորս ճանաչում ենք իրեն, եւ քանի որ փորձ ուներ, չմերժեց, այժմ դասախոսում է եւ շարունակությունը շատ լավ է, կարծում եմ, որ գոհ եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գոլեգաներին, քանի որ ես միայնակ ոչ մի բան չեմ կարող անել իրենց քրտնաջան աշխատանքի եւ ամենակարևորը այն կոնսենսուսի արդյունքում է կայանում այս ամեն ինչը, որտեղ որ մենք համընդհանուր որոշում ենք ինչ-որ նշանակետի հասնել, ինչպես Տաթևը նշեց, երգերի ընտրության գործում, այսինքն ստիլիստիկ գործում, անգամ հագուստի ներկայանալու եւ այլ ամեն ինչ համատեղ մենք քննարկում ենք եւ դա կարեւոր է, որ մենք միշտ եզրեր գտնում ենք, գալիս ենք մի կետի, որ սա եթե անենք, կունենանք արդյունքը հետեւյալը եւ շնորհակալ եմ իրենց, որ կարողանում եք այս մթնոլորտը ստեղծել։ Եվ ոչ միայն նաև վստահությունը պիտի լինի, որը կարծում դուք արդեն վաստակել եք վաղուց ի վեր, բայց դե մենք հպարտենք, որ մեր ուսանողները այս դեպքում կարող են այսպիսի հաղթանակներ գրանցել եւ սա անշուշտ ոգևորելու է էլի ավելի լուրջ հաղթանակների պատրաստվել, ավելի լուրջ մրցույթների մասնակցել եւ ունենալ հաղթանակներ, չենք էլ կասկածում, լավ է որ այսքան համեստ եք, որովհետեւ համեստությունը ամենակարևոր բանն է, որ պիտի լինի։ Զարդարում է մարդուն, ինչպես ասում են։ Որովհետեւ տաղանդը այսպես թե այնպես երևում է, իսկ համեստությունը միմիայն գեղեցկացնում է։ Մենք ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Այո, նոր բարձունքներ գրավեք։ Միշտ այդպես նայեք դասախոսին, երբ ձեզ հարց են տալիս։ Ասեմ։ Ձեզ հաջողություն, շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, վազում էլի հաջողություններ, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին գովազդ, որից հետո կշարունակենք էլի ինչպես միշտ ունենալու ենք հետաքրքիր հյուրեր, հետաքրքիր մշակութային իրադարձություններից առիթ ենք ունենալու խոսել։ Անուշը լավ։ Ինչ լավ է, որ մեր հյուրերը այդքան հումորով են։ Էլի չեք աստաղաբար արդեն մենք ծիծաղում ենք։ Իմիջիայլոց նվերներով են եկել։ Այո։ Այ որ սուրճը չտանեիր, ես հիմա այս բաժակով սուրճ կխմեի։ Ես չեմ տարել, քո սուրճը։ Դու հերիք չի քոնը խմեցիր, իմն էլ հետն ես խմում։ Դե գիտես, դու անտարբեր ես սուրճի նկատմամբ, ես ոչ։ Այո, բայց հյուրերին կներկայացնեմ։ Այո, սիրով։ Ես իմիտացիա կանեմ։ Աֆեկտիվ կանեմ, ասա։ Դե դերասանուր եմ, չէ՞ մի բան։ Այո, իհարկե, պետք է ցույց տաս, թե չէ։ Եվ այսպես, Wikimedia Հայաստան գիտակրթական կազմակերպության համահիմնադիր Մհեր Բեկարյան, բարի առավոտ։ Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյան։ Բարև ձեզ։ Բարի գալուս մեր տաղավար, ինչպես եք։ Հիանալի։ Տրամադրությունը առավոտ շուտ։ Երբ որ ձեր շրջապատում ենք, արդեն շատ լավ։ Ինչ հաճելի է լսել։ Մենք շատ շնորհակալ ենք այս նվերների համար։ Կայքի հասցեն հայատար։ Ահա։ Եվ արդեն վաղուց ի վեր։ Ահա։ Հա պարտադիր է, չէ՞ գուլբաները ցույց տալ։ Իհարկե։ Դե սա իմաստն է կազմում, սա հատուկ գուլբաներ են։ Դու կհացնես այդ գուլբաներով կգնաս արտերկիր եւ այնտեղ բոլորը կիմանան, որ դու հայ ես։ Այո, հայ եմ։ Ահա, էսա էլ սենց, այսպես։ Այո։ Հիմա մենք խոսելու ենք մեր հյուրերի հետ այն ամենի մասին, ինչը փաստորեն տեղի է ունենում ինտերնետ հարթակում եւ այո, որը շատ կարեւոր է եւ ինչ կամ ամենասկզբից պատմեք, որ հերթով բոլորս հասկանանք ինչ է կատարվում։ Շատ լավ։ Մայիսի 5-ին Get High դոմենային անվան տարեդարձն է, 6-րդ տարին է։ Միջոցառումների ցանկ ենք նախատեսում, կապված ծննդյան օրվա հետ։ Անցած տարի 5-ամյակներ, անցած տարի մի քիչ ավելի տենց լայնածավալ միջոցառումների շարք նախատեսեցինք, քանի որ 5 տարիներ 5 միջոցառում ունեինք։ Այս տարի շարունակականությունն ենք պահում 2 միջոցառումների։ Մեկը նորից կրկնվում է Wikimedia-ի հետ, Wikimedia Հայաստանի հետ, եւ մյուսը մենք այն կայքերի հետ, որոնք որ տեղադրված են հայատար դոմեյնի տակ։ Օրինակ դուք տեղեկ եք որ կա Get High դոմեյն։ Չէ։ Ինչու՞։ Գիտեմ։ Շատ լավ։ Իսկ Get High մասին, Get AM-ի մասին գիտեք։ Այսպես ասեմ, Get AM-ը 28 տարեկան է, Get High-ը 6։ Այսինքն
եթե չեմ սխալվում, 16 թվականին, այո, 16 թվականին մեկնարկեցինք այդ հայ դոմենային Այն ինչ ստիպեց ստեղծել այդ կայքը, այո։ Նպատակը հետևյալն է. հայատար դոմեյնը ինքը նպաստում է հայկական բովանդակության զարգացմանը ինտերնետում։ Այսինքն այն օգտատերերը, ովքեր որ ունեն խնդիր լեզվական, մենք հասանելիությունն ենք ապահովում։ Ոչ թե մենք ասելով նկատի ունեմ դոմեյնի տակ տեղադրվող ինֆորմացիան։ Նրանց տալիս է հնարավորություն օգտվելու, օգտագործելու եւ գործունեություն ծավալելու։ Ինչ կարգի ինֆորմացիա կարելի է այնտեղ գտնել։ Դոմեյնի տակ դուք կարող եք տեղադրել եւ աշխատանք կատարել եւ գումար վաստակել եւ տեղեկատվական կարգի դոմեյնը ինքը հասցեն է ընդհանրապես։ Հասցեի տակ տեղադրվում է հայկական բովանդակություն։ Բովանդակությունը ձեր ընտրությունն է, ինչ բովանդակություն կուզեք, դա էլ կտեղադրեք։ Այսինքն ինֆորմացիա որպես այդպեսին ես կարող եմ մտնել այդ կայք եւ ինչ որ ինֆորմացիա գտնել ինձ համար։ Դուք ինֆորմացիան կարող եք գտնել ընդհանուր համացանցից, բայց մեր նպատակը հենց հայկական բովանդակությամբ ինֆորմացիա տեղադրելու խթանումն է, այո։ Ինչպես օրինակ Wikimedia-ի դեպքում է, հա, արվում, ինչպես մոտավորապես, հա, երբ որ դու կա ինչ-որ ինֆորմացիա, որտեղ կա ինչ-որ մի բան, որը կիսատ է մնացել, այնտեղ թույլատրվում է, չէ, եւ որքանով ես ճիշտ եմ հիշում, որ կարող ես դու, եթե ճշգրիտ ինֆորմացիա կա։ Ինչպես է ճշտվում ճշգրտությունը։ Ենթադրենք ես կարող եմ մտնել եւ ինչ որ լրացում անել որևէ փաստի վերաբերյալ։ Ես մի հատ փորձեմ կպցնեմ այդ ինֆորմացիան իրար հետ ու շարունակեք Wikimedia-ով։ Օրինակ Wikimedia.hi գոյություն ունի։ Երբ որ դուք հավաքում եք Wikimedia.hi, ճիշտ եմ, չէ՞, հասցնում եք։ Այդ հասցեի տակ տեղադրված ինֆորմացիան, բովանդակությունը կարողանում եք օգտագործել։ Նմանատիպ կայքեր հայատար դոմեյնի տակ տեղադրված բազմաթիվ են։ Մենք ունենք նաև կառավարության հետ այսինքն նախագահ հայ օրինակ, հա, էլի նույն նախագահի վերաբերյալ ինֆորմացիան տեղադրված է այնտեղ։ Ու նմանատիպ բազմաթիվ դոմեյներ ունենք, որը տրամադրվում են կառավարությանը, տրամադրվում են դպրոցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, թանգարաններին անգամ, այսինքն այն ինֆորմացիան, որը որ դուք կարող եք ձեռք բերել ինտերնետից, այդ դոմեյնի տակ։ Այսինքն մենք եւ հայատառել գրում ենք այդ որոնման տեղը, հա։ Այո, որոնման տեղը հայատառ գրում ենք։ Բայց դա չի տալիս, չնայած մենք դա անում ենք մեզ համար, տեղական, չէ՞, այսպես ասած հայերի համար, հայալեզու համար, հայերեն լեզվի կրողների համար, ազգություն եկեք տեղ չսահմանափակել։ Սովորաբար տեսեք, լինում է ինֆորմացիա, բայց այդ ինֆորմացիան լինում է անգլերեն տառերով հավաքվելու դեպքում լատինատառ, որ կարողանան մարդիկ ավելի հեշտ գտնել։ Այս պարագայում այն մարդը, որ չգիտի հայերեն տառերը, ինքը հաստորեն չի կարող գտնել, որովհետև այդ ցուցանակի այդ ցանկի մեջ է, այսպես ասած, չի տեղավորվում, բայց կա, չգիտեմ, ինչ որ վերահսկողություն, որ դուք տեղյակ եք, թե որքան ակտիվ են հիմա մարդիկ տեղյակ են, թե ոչ օգտվում են, թե ոչ, ինչպես է գնահատվում։ Որոշակի մոնիտորինգ անում ենք։ Նախ նշեմ, որ մինչ այսօր ունենք մոտ 1100 գրանցված հայատառ դոմեյն եւ փորձում ենք ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ անել, որի տակ կա բովանդակություն, որի տակ չկա, այսինքն միայն անուն գրանցելը դա դեռ չի նշանակում, որ դու հայատառ բովանդակություն ես գեներացնում։ Տակը պետք է լինի կայք, որտեղ կլինի բովանդակություն եւ մեր մրցույթը հենց դրան է վերաբերվում է, այսինքն հայատառ դոմեյնի տակ ինչ կոնտենտ է տեղադրված, ինչպիսի դիզայնով է տեղադրված, երկու անվանակարգ ունենք մրցույթի, որը հենց մեկնարկել է 3 մեկնարկել է եւ ինչ է սպասվում հաղթողին։ Մրցանակներ, ինչպես եւ անցած տարի, ասեմ, որ մրցույթը մինչև սեպտեմբերի 30-ն է շարունակվելու եւ կամփոփենք աշնանը։ Բավական ժամանակ։ Բավականի ժամանակ։ Մի րոպե, ես մի հատ հասկանամ, արդեն ուզում եմ մասնակցել, էլի։ Ինչ կարող եմ ես օրինակ անել, որպեսզի լինեմ մասնակիցը այդ մրցույթի։ Օրինակ, ձեր դեպքում, քանի որ դուք դերասանուհի եք, դուք կարող եք ձեր անձնական կայքը ունենալ հայատառ դոմեյնի տակ, տեղադրել ձեր վերաբերյալ կենսագրություն, գործունեություն կամ եթե այդ նպատակն է հետապնդում, եթե ուզում եք կոմերցիոն նպատակներով, արդեն դուք պետք է մտածեք ինչ կոնցեպտով կայք եք ստեղծում եւ տեղադրում դոմեյնի տակ հայատառ, որպեսզի ձեզ ինչ չափանիշներով եք այդ մրցույթը անցկացնելու, որպեսզի հաղթող կամ պարտվող լինի։ Սկզբում դե ասեցի, որ մինչև սեպտեմբերի 30-ը կլինի հավաքագրման ժամանակահատվածը, հետո արդեն ժյուրի ենք ձևավորելու, ժյուրին լինելու են ոլորտային էքսպերտներ, որոնք որ կգնահատեն կայքերի այդ երկու անվանակարգերով համապատասխանությունը։ Եվ դրանից հետո արդեն կորոշենք ինչպիսի մրցանակներ են նախատեսվում։ Խոսքը լավագույն հայկական բովանդակություն եւ լավագույն դիզայն անվանակարգերի մասին է։ Ճիշտ այդպես։
Մենք ուրեմն մտածենք այդ մասին։ Ես դիզայնի մասին արդեն մտածում եմ, պարզապես չգիտեմ ոնց կարելի է դա իրագործել։ Ես դες կօգնեմ այդ հարցում։ Այո, իհարկե։ Վերջ, պայմանավորվեցինք, Անուշ։ Հետաքրքիր է, բայց այսինքն մրցույթն արվում է, որպեսզի հնարավորինս հանրության ուշադրությունը գրավի կայքը, ինչ նպատակ ունի, 6 տարվա ընթացքում եղել է այսպիսի մրցույթ։ Գիտեք, ավելի լայն է մեր նպատակների սահմանը, այսպես ասեմ, ոչ թե հենց կայք ունենալը կամ չունենալը, այսօր հայկական բովանդակության խթանումը, այսինքն ինտերնետում որոշակի ինդեքսներ են գործում։ Եթե կա հայկական բովանդակություն, ինքը պետք է տարածվի, սփռվի, որպեսզի Google-ում, հա, օրինակ դուք ինչ-որ բան գալիս, դες ոչ թե բերի ռուսական կայք, չգիտեմ, լատինատար կայքեր, այլ բերի հենց հայկական բովանդակություն, որտեղ դուք հայատար եք post։ Իրականում հրաշալի կլինի։ Այո։ Ես կարծում եմ, այդ հիմա չգիտեմ դա արդյոք կարող է համապատասխան լինել թե չէ, որովհետև ես այդ on-line գրքերի աուդիո, հա, գրքերի շատ լսողներից եմ, գործի բերումով ես առիթ եմ ունենում գոնե թե մեքենայի մեջ լսելու, բայց ես գիտեմ, որ շատ пассив են մեզ մոտ հայերեն լեզվով կարդացված տարբեր ձայներով դերասանների մասնակցությամբ գրքերը, գոնե թե հայտնի դասական ստեղծագործությունները։ Արդյոք այսպիսի մի բան կարելի է ձևավորել, ոնց որ արդեն նշмарում եք ձեր անելիքը։ Այո, այո։ Ես էլ հաղթողը կլինեմ, որովհետև ես շատ լավ միտք եմ առաջարկում։ Ուրեմն ես առաջարկում եմ շատ լավ ձայն ունեմ եւ այո, որովհետև նախ ես շատ լավ ձայն ունեմ։ Ես կարող եմ առաջարկել հետաքրքիր դերասաններից, սկսած քեզնից։ Մենք կարող ենք ընտրել ստեղծագործություն, հետո առաջարկել ուրիշ այլ ստեղծագործություններ, էլի դերասանների։ Այո, եւ մենք այն գրքերը, որոնք առիթ ունենք լսելու ռուսերեն լեզվով, որովհետև իմիջիայլոց կան գրքեր, որոնք ուղղակի հնարավոր չէ գտնել։ Եվ բավական դժվար է դրանց գտնել կարդալ հայերեն, մենք կարող ենք դրանք կարդալ հետաքրքիր հայերեն։ Միտքը կա, պետք է ուրեմն ասեմ ավելի։ Երաժշտությամբ ձևավորված, իդեպ որովհետև ես տեսել եմ փառահեղ ձայներով ընթերցված լավ գրականություն, լսում էինք, այո։ Եվ ասեմ, որ այդ ես նախանձում էի։ Ասեմ ավելին, անգամ երբ որ դպրոցում էինք սովորում, ոչ բոլոր գրքերն էինք չէ կարողանում կարդալ այն ժամանակի կամ ալարելու պատճառով, այդ նույն միտքը, որը դուք արտահայտեցիք, կարող եք կտաղել կիրառել։ Այո։ Պարոն Բեկայան, ես կարող եմ անգամ որպես առաջարկ դա ներկայացնել կայքում։ Դուք ինքներդ կարող եք իրագործել, պետք է առաջարկ ներկայացնել։ Իրագործես։ Մեզ մնում է որևէ ձայնագրման ստուդիա աջակցի։ Աջակցի, այդ թող ինձ վրա, ես արդեն Այո, ոնց որ արդեն մենք գործ ենք անում։ Այո, այո։ Պարոն Բեկայան, խոսենք համագործակցության մասին եւ ընդհանուր այս գաղափարի մասին, որը փաստորեն իրագործվում է։ Գաղափարը այս տարվա չի, ինքը մենք անցյալ տարի ենք այսքան սկսել, այսքան պես որ դուք ասում եք թե ինչ այդպես բաներ են եղել, անցյալ տարի նույն շրջանակներում Wikimedia Հայաստանը եւ ինտերնետ հանրությունը միասին նորից հայերեն թեմատիկայով հոդվածների մրցույթ կազմակերպեցին, որը որ հայերեն Վիկիպեդիայում էր հիմնականում տարածքը։ Եթե գիտեք, Wikimedia Հայաստանը դա կազմակերպություն է, որը որ այսքան կազմակերպում է այդ բոլոր գործընթացները կապված wiki նախագծերի հետ մեր տարածաշրջանում, իսկ արդեն Wikipedia-ն դա նախագծերից մեկն է, այսինքն որ հանրագիտարան, ազատ հանրագիտարան։ Ու այնտեղ մենք դրեցինք այսինքն հիմնական ձևաչափը նույնն էր, ինչ որ այս տարի լինելու, այսինքն ամսի 5-ին ծննդյան օրվանից հետո մենք 10 օրում մարդիկ գրանցվում են, մենք հիմա էլ բացված եւ կարող եք գրանցվել, ինչ որ ասում եք, եթե ուզում եք մասնակցել, խնդրեմ։ Քանի որ այսինքն մարդիկ կան ձեր նման, որոնք որ հմտություններին չեն տիրապետում Wikipedia-ում խմբագրելու, մենք մինչև ամսվա վերջը իրենց հետ 15 օր դասընթացներ կանցկացնենք, հատուկ դասընթացավարներ իրենց հետ կաշխատեն, on-line կաշխատեն, դրանից հետո էլ այսինքն ոնց որ մենտորություն կանեն այսինքն ընթացքում 3 ամսվա ընթացքում մինչև օգոստոսի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կլինի արդեն խմբագրման ընթացքը։ Բոլոր հոդվածները, որոնք որ դուք կգրեք այդ ընթացքում եւ կամ բարելավեք եղած հոդվածները Wikipedia-յում, այստեղ դրանք արդեն կմասնակցեն մրցույթին։ Անցյալ տարի մենք այդ ընթացքում 700 մոտ 40 մասնակից եղավ։ Հա, իհարկե իրականում շատ էին գրանցվել իրականում, բայց մի մասը սովորեցին, իրանք այտենց չմասնակցեցին, շատ բան չարեցին, բայց 40 հոգի մենք մասնակից ունեինք, որոնք որ մոտ 700 հոդված ստեղծեցին։ Իսկն 700 հոդված, դրանց մեջ կային իհարկե փորձառու մասնակիցներ, կային նաև սկսնակներ, որոնք որ այսինքն 700 հոդվածը քիչ չի։ Հաջորդ սեպտեմբեր ամսին մենք ոնց որ ժյուրին նայեց, կարդաց, այդ բոլորը պետքա կարդալ, ստուգել, հա։
Տարան աշխատանքի։ Աղբյուրներով համեմատել թե դրանք ճիշտ աղբյուրներից են օգտված թե ինչ։ Ու վերջում արդեն հազեցինք։ Մենք այդ էքսպերտները փաստորեն, ովքեր կարողանում են այդքան ընթերցել, համեմատել, չգիտեմ, նայեք, ժյուրիի կազմում։ չէ, ես դաժան կլինի։ Ցանկացած այսքան հոդված, այսքան ինքը բացի որ այսքան վիկիֆիկացված պետքա լինի, այսքան պետքա լինի ճիշտ կառուցված վիկի օրենքներով, այսքան այնտեղ պետքա ճիշտ կառուցված լինի, օգտագործված են աղբյուրներ, այդ կատեգորիաներով, բաներով դրված, այդ բոլորը այսքան մենք անում ենք, այսքան վիկի հանրության հին խմբագիրները իրենք կարող են ստուգել, որովհետև դա այսքան վիկիական աշխատանք է, ասենց ասած։ Բայց ինչ որ նյութի մասին է խոսքը, այսքան դա պատմություն կլինի, մշակույթ կլինի, այսքան մեզ ցանկալի է որ լինեն մասնակիցներ, ժյուրիի անդամներ, որոնք որ գնային արդեն դա ճիշտ է կառուցված, այսքան հա։ Այդ ամեն ինչը պետք է ստուգել։ Այո։ Հենց որ դա խնդրեմ, համեցեք, կարող եք հոդվածներ գրել։ Ես մտածում եմ։ Հա, մտածեք կարդալ թե գրել։ Ես մտովի գիրք եմ գազվել թղթին եւ ինքը աուդիոն է արդեն կազմակերպել, ինքը սայթը բացել է մտել է հիմա արդեն։ Իդեպ ասեմ, Վիկիպեդիայի հոդվածներում շատերում առաջ շատ ենք անում, հիմա նախաբանը մենք կարդում ենք, այսինքն դե եթե դուք բացեք Վիկիպեդիայի հոդվածները, լավ չգիտեմ, որ հիշում եմ այս բանը, ասեմ Էյնշտեյնի հոդված, հա։ Դուք վերևում կտեսնեք նաեւ այնտեղ կա աուդիո ֆայլ։ Այսինքն դուք կարող եք սեղմել եւ այսինքն նախաբանը հիմնական մասը դուք կարող եք լսել։ Աուդիո լսել։ Հա, աուդիո լսել։ Այո, հայերեն լեզու, հա։ Այսինքն մենք ձայնագրություններ անում ենք, այսինքն հայերեն Վիկիպեդիայում տենց հոդվածների նախաբաններն էին կարդում այսինքն ժամանակին եւ մենք իդեպ ունենք նաեւ հայերեն վիկի բառարան ունենք։ Այո։ Վիկի բառարան, այսինքն տարբեր նախագծեր կան։ Կան վիկի քաղվածք, վիկի բառարան, վիկի դարան, որտեղ որ գրքեր կան։ Իսկ վիկի բառարանը, այսինքն այնտեղ մենք ունենք ինչ բառերի մասին են, այսինքն եթե դուք պիտի մի բառ բացեք, չէ, նայեք անգլերեն ոնց է, հետո մի հատ ուրիշ գիրք վերցնեք, բացեք թե ֆրանսերեն ոնց է, բացատրական բառարանը, արմատական, այդ ամեն ինչը մի էջում է։ Ես մի քանի անգամ օգտվել եմ, սայթով օգտվել։ Եվ ինքը նկարն էլ է բերում, եթե պետք է այսինքն ինչ-որ երևացող բանը հա, այսինքն կարելի է նկարը դնել եւ բացի դրանից մենք արդեն մոտ 30 քանի հազար բառի, այսինքն մենք կարդացած ունենք հնչյունը, ոնց ինչպես է հնչում դա։ Եվ բացի կա բառի, չէ, մենք հայերեն ենք անում, բայց ասենք անգլերենը ինքը անում է, ռուսերենում կա, եթե նայեք, բայց մեր մոտ հայերեն։ Եթե չեմ սխալվում, բառի պատմություններ կա այնտեղ, այսինքն որտեղից է բառը, ինչ հնչում է, ինչ արմատական, եթե աղբյուր կա, հա, այսինքն դերից տեղադրվում է։ Չէ, հրաշալի է եւ Վիկի դպրոց, եթե չեմ սխալվում, ունենք Վիկի դպրոց, Վիկի դպրոց նայեք, ամառները անցկացվում են, հա, մենք մեր կազմակերպությունը մենք այսինքն դասընթացներ ունենք, բազմաթիվ դասընթացներ ունենք։ Տարվա ընթացքում աշխատում ենք այսինքն տարբեր մարդկանց հետ, հա։ Բացի դրանից մենք ունենք Վիկի ակումբներ Հայաստանի տարբեր շրջաններում, հա, այս պահին մի քիչ ոնց որ 7 ակումբ որ ակտիվ գործում են, հա։ Առաջ եղել է 13, մենք մի քանիսը գործեցինք Արցախում, բայց ինչն է հարցը, որ այդ ակումբների երեխաները, այսինքն դպրոցներում են բացված հիմնականում Վիկի ակումբները, բացի դրանից մենք դասընթացներ ենք անցկացնում եւ տարվա հիմնական ամառվա շրջան, ամառ եւ ձմեռ Վիկի ճամբարներ ունեինք, որոնց մասնակցում են հիմնականում այդ երեխաները, ովքեր որ խմբագրել են, որոնք առանձնացել են, այսինքն ինչ-որ բանով եւ դա բայց հենց ուղղակի բան ճամբար չի, որտեղ իրանք ժամանակ են անցկացնում, այսինքն այնտեղ խմբագրում են, սովորում են, բացի դրանից, այսինքն նաեւ բազմաթիվ ինչ-որ բաներ կան, ու դա նաեւ իհաց նվեր է, որովհետեւ ասենց ասած ճամբարին մասնակցելը այդ շրջապատում հայտ լավ տարածքում միշտ հաճելի է երեխաներին։ Ես ողջունում եմ իմ լավ ընկերներին, ձեզ մոտ աշխատող, ողջունում եմ, որովհետև իրենցով եմ ինֆորմացված Վիկի դպրոցի ճամբարի մասին, ովքեր ամեն տարի իրականացնում են, ուրախ եմ։ Եվ ուրեմն փաստորեն մայիսի 5-ից մեկնարկած լայն հնարավորություններ տրվող այս ինչպես ասենք, ծրագիրը ասենք, մրցույթը ասենք, հա, կարող եք ակտիվորեն սիրելի հեռուստատիտող մասնակցել, այն ինչ որ Արնուշը հեսա արդեն մտածել է հեսա շուտով կմասնակցի։ Այո, ես առաջարկում իսկապես ակտիվ լինեք, որովհետև ես արդեն միացել եմ, ես արդեն մտածում եմ թե այդ արդեն որտեղ պետք է ձայնագրվենք, թե ինչ անենք, ոնց խմբագրենք, ոնց դասավորենք եւ ոնց հանձնենք։ Եվ այդ հավաստի ինֆորմացիայի մասին որ խոսում էինք, հա, մենք իզուր չի որ գործընկեր ենք ընտրել հենց Վիկիմեդիա Հայաստանին, որտեղ վստահ ենք, որ այն ինֆորմացիան, որը տեղադրվում է իրենց մոտ, այսինքն այդ խմբագրական աշխատանքները, որոնք որ տարվում են, դրանք ստուգվում են եւ այո, ճշգրիտ ինֆորմացիա է տեղադրվում, այսինքն որևէ խնդիր հավաստիության հետ կապված չի կարող առաջանալ։ Երբեմն ինֆորմացիան լինում է ճիշտ է սա կա, որովհետեւ կան բաներ, որոնք դու ավելին ես ուզում իմանալ, բայց փաստորեն չկա եւ պետք է մի քիչ ուսումնասիրություն անես, բայց գոնե որ գիտես, որ այդ ինչ որ ընթերցումից ճշգրիտ է,
այդքանը միայն, այսպես ասած, հանգստացնում է քեզ, որովհետև ամեն մեկը ինչ ասես կարող է գրել, հենց թեկուզ մի գրողի մասին, մի ինչ-որ դերասանի մասին աննորմալ ինֆորմացիան էլ ով ինչ լսել էին որտեղից մի տեքստը գրում է, գցում է, հետո ստիպված բամբասանքի նման, չէ՞։ Բամբասանքի պես, այո։ Ասում են խոսքը բերն է բերան դարձավ գերան։ Այո, լրիվ Հիմա գերան է։ այդպես ով որտեղից ինչ լսում է, գրում է, վերջում պարզվում է, որ այդտեղ լիքը անպետք ինֆորմացիա կա ու հատկապես ավելի թերագնահատող ինֆորմացիա, ավելի փչացնող ինֆորմացիա, քան կարող էր լինել։ Այո, հիմնական աղբյուրների վրա պետք է հիմնվել, որպեսզի հստակ իմանանք ճշգրիտ ինֆորմացիա է թե ոչ։ Թե ոչ։ Իմիջիալից ասեմ, թեզի նման մի բան է։ Ես հիշում եմ իմ մագիստրական թեզի աշխատանքի երբ գրում էի, մի բան էլ պիտի դրգրեին, որտեղից ենք այո օգտվել։ Աղբյուրը շատ կարևոր է։ Դաժան գործ էր։ Ես իմիջիալից այդ ժամանակ սովորեցի ինչպես աղբյուրներից օգտվել, այդ մասին խոսել, չնայած որ մենք արդեն մագիստրական տարիներին մեզ դասավանդում էին հատկապես ինչպես է գրվում, ինչպես են աղբյուրներից օգտվում այդ մասին նշում։ Ինստիտուտ է, էլի, ինչ ուզում ես ասա։ Ես իդեպ երբ առիթ եմ ունենում խոսելու, էլի 3 առիթ ունեցանք խոսելու, թե ինչ է կատարվում ենթադրենք ամենատարբեր ինստիտուտներում, առաջին կուրսում կամ երկրորդ կուրսում ու դու հասկանում ես, որ մասնագիտական մի երկու առարկա կա ու երկրորդ կուրսում, որ գրեթե հիմնականում անելիք չկա, գրականություն չկա։ Տրվող գրականություն, որպես այդպեսին չկա։ Ու ես ապշած եմ ուղղակի, լավ ինստիտուտը կարող է լինել մասնագիտացված ինստիտուտ։ Հիմա մենք թատերական ինստիտուտում ենք, որտեղ սովորում են դերասանություն։ Բայց առանց այդ գրականության, ինչպես անհատը կարող է ձևավորվել, չգիտեմ, որպես ինտելեկտուալ հետաքրքիր գրագետ մարդ։ Մի հատ էլ թեմա։ Ես ոնց ասես, հիմա դու ինչ ասես, այդտեղից թեմա է գալու Անուշը։ Ես սկսել եմ էլի մարդը մի անգամից երևում է, այո, ես նստել եմ սկսեմ բողոքել, ինչպես միշտ պիտի ասեն Անուշը էլի բողոքում է, բայց ես կարծում եմ սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է բարձրաձայնել։ Ամենավատն է որ գուցե բարձրաձայնելն է, հետո արդեն որևէ քայլել իրականացնելը։ Դե դա աստված որ հետո այդ քայլերը իրականացվեն, որովհետև իսկապես ես համարում եմ, քանի որ ունեմ այդ փորձը, ես գիտեմ թե ինչ ծավալուն գրականություն է մեզ տրված եղել սովորելու, ռուսերեն, հայ, արտասահմանյան, երաժշտության պատմություն, կերպարվեստի պատմություն, դիցաբանություն, որը տալիս է չափազանց հետաքրքիր ինֆորմացիա, թատրոնի պատմություն, կինոյի պատմություն։ Եթե մարդը մենակ թե այսքանը տիրապետում է, արդեն չի կարող գոնե թե քիչ թե շատ գրագետ ինֆորմացիայի թվայնացումն է։ Ահա, այսինքն գրքերը պետք է բերել ինտերնետի դաշտ, համացանցի դաշտ, որտեղ գրքերը կարդալը մի քիչ ավելի ծավալուն ժամանակ խլող process է, իսկ այդ ձեր ասած աուդիո գրքերը կամ թեկուզ կարդալ ինտերնետում շատ ավելի մարդիկ ավելի հակված են դրան այս պահին ամենայն դեպս հաստատ։ Հետաքրքիր է տեսնես արդյոք կլինեն, չգիտեմ, կազմակերպություններ, թեկուզ մի քիչ բարեգործական նպատակներով, որոշակի գրականություն, որը քիչ է կամ չգիտեմ, արդեն կորչում է, փորձել հնարավորինս թեկուզ թարգմանություններ անել հայերեն տարբերակով եւ այդ աուդիո գրքերը ունենալ on-line, որովհետեւ շատ կարեւոր են դրանք։ Այսօրվա դարում հատկապես ինչու՞ չէ, ուսանողը կարող է իրեն թույլ տալ հենց տրանսպորտի մեջ դնել, լսել, որովհետեւ ժամանակ չկա։ Եվ եթե դրան էլ նաեւ մասնակցեն մեր ինչու՞ չէ, արտիստները իրենց գեղեցիկ ձայնով ներկայանալի ձայնով ներկայացնեն։ Այո, իրականում կան, հիմա ես հետո կաղամ ձեզ, այսինքն կան հիմա գրականություն կարդում են կան, բայց գեղարվեստական գրականություն, բայց մի հատ sense հարց կա, էլի, պետքա միշտ չմոռանանք հեղինակային իրավունքի մասին։ Այսինքն միշտ Հայաստանում գործում օրենք, հա, որը հեղինակի մահվանից 70 տարի անց պետքա նոր կարող ենք օգտագործել։ Երբ որ մենք sense նայում ենք այդ հին հատվածը, հա, այսինքն արդեն մեզ մոտ միայն կարելի է Բուլգակով, Տոլստոյ կամ չգիտեմ ինչ բան անել, կամ ասենք Հովհաննես Թումանյան, այսինքն Եղիշե Չարենց, այսինքն հա, եթե բացեք հայերեն Վիկիդարանը, այսինքն մեր Վիկիգրադարանը, այնտեղ երբ որ բացում եք անուն եք գրում, ասենք գրում եք, չգիտեմ, այս ինչ մարդու անունն է, ինքը վերում ասում է, այս հեղինակը մահացել է այս ինչ թվականին եւ նրա գործերը ազատ կմնեն այս ինչ թվականից հետո։ Այսինքն մենք ոչ կարող ենք տեղադրել իրենց գործերը, ոչ էլ այո, այդպեսի խնդիր կա, որովհետեւ եթե իհարկե համաձայնություն չկա ժառանգների հետ։ Իմիջիալոց ասեմ, որ ինքերնիցս մեկ իրականացնում էր այդ պրոյեկտը աուդիո գրքերի եւ բավական տաժանակիր աշխատանք է։ Մեզ թվում է թե sense շատ հեշտ է ընթերցելը բան, բայց այդ հաստատավոր գրքերը կարդալ եւ ճիշտ կարդալ, այդ հնչյունը ճիշտ արտաբերել, հետաքրքիր կարդալ, հաճելի որ լինի, լսելի լինի եւ հատկապես ձեր ասացի պես հեղինակային իրավունքի հետ կապված գրքեր մենք ուզում ենք մի գիրք ընթերցենք, բայց այդ գիրքը արյութես որ իրավունք չունենք, որովհետեւ
հեղինական իրավունքները չունենք, էլի այս պարագայում։ Պետական մտածողության խնդիր էլ կա այդտեղ իրականում, որտեղ կրթական համակարգը ինքը ամբողջությամբ հիմնված է պետական մտածողության վրա։ Եթե լինի այդ հնարավորությունը ստեղծելու եւ որևէ խոչընդոտ լինի, պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ խոչընդոտը լուծեն։ Շատ ճիշտ է։ Ես ամփոփելով մեր այս հանդիպումը սիրելի հեռուստադիտողներ, նրանք ովքեր հետևում են եւ հետաքրքրված էին այս մրցույթով, ասեմ, որ հայ դոմենով կայքերի մրցույթ, HiNet մրցույթն ունի երկու անվանակարգ՝ լավագույն հայկական բովանդակություն եւ լավագույն դիզայն։ Եթե դուք արդեն հասկացաք, թե ինչի մասին է խոսքը, ես մոտավորապես մի քանի րոպե հետո հասկացա, բայց արդեն ինչպես տեսնում եք, ձևաչափը պարզեր, ինչ առումով կարելի է ունենալ մասնակցություն, ոչ միայն նպաստել, այլ նաև լինել մասնակիցը մրցույթի ու ինչու ոչ հաղթողը։ Մենք ձեզ առաջարկում ենք ակտիվ լինել, մայիսի 5-ից արդեն մեկնարկել է, մինչև սեպտեմբերի վերջ, սկիզբ Սեպտեմբերի վերջ, կայքերի մասով սեպտեմբերի վերջ, Վիկիմեդիայի մասով օգոստոսի 31-ը։ Այո։ Արդեն օգոստոսի 1-ին պիտի, այսինքն արդեն ամփոփվի մասնակիցների։ Ամբողջ ամառը 31-ին։ 3 ամիս։ 3 ամիս ժամանակ ես մասնակցել, հա, բայց իմացեք, որ մենք ենք հաղթելու ես ու Անուշը, բայց ուղղակի դուք եկեք մասնակցեք, որպեսզի հետաքրքիր լինի ձեզ։ Դեռ չգիտես մեր այդտեղ ովքեր են հետևում եւ ինչ ուժեղ մրցակիցներ կարող ենք ունենալ։ Ձեզ շնորհակալություն, որ մեզ ձեզ հաջողություն եք մաղթում։ Հաղթողներին եւս աճ։ Մեզ էլի։ Այս պահին գովազդներ եթերում, որից հետո կշարունակենք։ Այո։ Մենք ունենք տաղավարում շատ հետաքրքիր հյուր եւ խոսելու ենք ֆիլմից, ֆիլմ արտադրության մասին, ինչը մեզանում կարող ենք ասել փաստել, որ շատ ակտիվացել է վերջերս, մենք ունենում ենք լավ պրեմիերաներ, այնպես որ խոսելու ենք եւ նոր պրեմիերաների եւ արդեն նախորդ տարիների պրեմիերաների մասին, ավելի մանրամասն կներկայացնի մեր հյուրը, Անուշ։ Հայկական ֆիլմ ֆորումի համակարգող Վահան Խաչատրյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, մի քիչ պատմեք ինչ ասել է Հայկական ֆիլմ ֆորում եւ ինչ է սպասվում նրանց, ովքեր փաստորեն ունեցել են ֆիլմեր։ Շնորհակալություն հրավերի համար։ Հայկական ֆիլմ ֆորումը դա ամենամյա միջոցառում է, մենք առաջին անգամ իրականացրել ենք 2019 թվականին, դրանից հետո ուզում էինք ամեն տարի անել, սակայն կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով 2 տարի չէինք արել, դրա համար այս տարի 2022-ին որ անում ենք ֆիլմ ֆորումը, ցույց ենք տալու նախկին 3 տարիներին կինոթատրոնների էկրաններ բարձրացված հայկական արտադրության կամ համարտադրության ֆիլմերը, այսինքն 2019, 2020 եւ 2021 թվականի ֆիլմերը, որոնք դուրս են եկել կինոէկրաններ։ Ֆորումի նպատակը համատեղել այդ բոլոր արտադրանքը, որ մենք ունենք Հայաստանում, հայկական կինոյի արտադրանքը, ցույց տալ ինչ կա, ինչ է ստեղծվել տարիների ընթացքում եւ վերջում կազմակերպել քննարկում կինոյի ոլորտում աշխատող մարդկանց, ուսանողների եւ ընդհանրապես կինոյով զբաղվող մասնագետների մեջ։ Այսինքն, բայց բաց է մուտքը, ես չգիտեմ, որովհետև ենթադրենք մարդիկ նկարել են արդեն մի 2-3 տարի առաջ ֆիլմ, այդ ֆիլմը գնացել է կինոթատրոնով, հիմա էլի ֆորումի շրջանակներում լինելու է։ Ինչ է տալու։ Բացի քննարկումից։ Այդ մարդկանց ինչ է տալու հեղինակներին։ Նու եւս մեկ ախիթ է ֆիլմը ցույց տալու, քանի որ մենք գիտենք, որ հայկական վարձույթում ցավոք սրտի ոչ բոլոր ֆիլմերն են շատ երկար մնում։ Ֆիլմեր կան օրինակ ծրագրում, որ ընդամենը 1 շաբաթ են դուրս եկել եւ շատ քիչ հանդիսատես է տեսել Հայաստանում։ Եվս մեկ անգամ հնարավորություն է այդ ֆիլմերը ցույց տալու եւ բացի դրանից ինքը ամփոփում է ոնց որ ամեն ինչ որ կատարվել է այդ ոլորտում վերջին 3 տարվա ընթացքում ու իդեալականը որ ամեն տարի մենք ամփոփենք տարվա ֆիլմերը եւ կփորձենք մյուս տարվայից արդեն հենց ամեն տարի անել եւ նախորդ տարի էկրաններ դուրս եկած ֆիլմերը ցույց տալ։ Դուք այսինքն վերցնում եք այդ մարդկանց թույլտվությունը նաեւ իրենց ֆիլմերը ցուցադրելու, հետաքրքիր է քանի ֆիլմ է հիմա լինելու։ Այս տարի 20 ֆիլմ ենք ցույց տալու, 20 լիամետրաժ ֆիլմ ենք ցույց տալու, վաղվանից սկսվում են ցուցադրությունները, մինչեւ ամսի 13-ը Կինո Մոսկվայի փոքր դահլիճում են ցուցադրությունները լինելու եւ ամսի 14-ին լինելու արդեն քննարկումներ, որը լինելու է HBU Երևանյան գրասենյակում եւ այդ քննարկումների միջոցով արդեն տարբեր թեմաների կինոկրթության, կինոարտադրության խնդիրների, կինո վարձույթի հետ կապված թեմաներ լինելու։ Մենք հիմա դիտում ենք նկարներ, փաստորեն սա նախորդ տարվա իրականացած միջոցառման, հա, նախորդ թե 19 թվականի։ Ու ինքը նախորդն է բանի առումով, այսինքն փաստորեն կանգնել է եւ նոր հիմա վերականգնվել է նորից ֆորումը այս տարի։ Մեզ հետ կապ չունեցող պատճառներով կանգնեց։ Կոլեգային Ռաֆին տեսնում եք։
կադրում, փաստորեն 20 ֆիլմ ասացիք։ 3 տարիների ընթացքում 19-20-21 թվականի ընթացքում 20 ֆիլմ ենք ունեցել էկրաններին, որոնք հայկական արտադրության են, որոնք կոմերցիոն բնույթի են եւ փաստորեն վաճառվել են, մարդիկ եկել են, դիտել են եւ ովքեր փաստորեն չեն հասցրել, կարող են գալ Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճ, հա։ Իրականում ունեցել ենք 25 ֆիլմ, այնտեղ մի քանի ֆիլմ, որ էկրան են դուրս եկել, մի երկու ֆիլմը կշկնվում էր նախկին պրեմիերա եւ նորից ոնց որ remake էին արել։ 2020 թվականին կորոնավիրուսի տարին ընդամենը 2 ֆիլմ ենք ունեցել, որ հունվար-փետրվար ամիսներին են դուրս եկել։ Դրանից հետո կինոթատրոնները փակվեցին, ինչպես գիտեք, եւ էլ ոչ մի ֆիլմ դուրս չէր գալիս, ու մնացած 20 ֆիլմը արդեն բան է, 2019 եւ 2021 թվականի դուրս եկած ֆիլմերն են։ Ինքը մեզ մոտ ոնց էր կարգը ֆորումին մասնակցելու, հավատարմագրում պետք է վերցնեին մարդիկ, մասնագետները ֆիլմի հետ կապ ունեցող առնչվող, որը մինչև մայիսի 3-ն էր բաց եւ մենք բավականին մեծ թվով հավատարմագրումներ ունենք այս տարի արդեն, եթե դեռ մարդիկ կան, ովքեր կցանկանան մասնակցել եւ կինոյի ոլորտից են, այսինքն աշխատում են կինոյի ոլորտում, դեռ կարող են մեր Facebook-յան էջին գրել, մենք ինչ-որ բան հավատարմագրում կամ տարբերակ կասենք ոնց կարող են գալ ֆիլմերը դիտել, բայց դա ոնց որ բաց չի բոլորի հանդիսատեսի համար պետք է կինոյով զբաղվող մարդիկ լինեն, որովհետեւ ֆորումի իմաստը համախմբելն է հենց ոլորտի ներկայացուցիչներին։ Այո, փաստորեն ամսի 14-ին մենք բոլոր ռեժիսորներին, այնտեղ չգիտեմ, պրոդյուսերները կլինեն, ովքեր են լինելու 14-ին քննարկմանը։ Եթե մարդիկ ուզում են գան մասնակցեն, ում հետ են շփվելու։ 14-ին քննարկմանը մենք մի քանի տենց բլոկեր ունենք, բանում նախատեսված տարբեր քննարկումների, որոնցից մեկը կինոկրթությունն է, մյուսը կինոժառանգության թեման, կինոժառանգության պահպանության, մյուս թեման համատեղ արտադրության, մյուս թեման կարճամետրաժ ֆիլմերի հաջողությունների եւ մի թեմա ունենք դիստրիբյուցիայի հետ կախված, որը հիմա վերջնական քննարկման փուլում է։ Լինել են ոլորտի ներկայացուցիչներ, ում ֆիլմերը օրինակ կարճամետրաժի դեպքում լինել են մարդիկ, ում ֆիլմերը միջազգային հաջողություններ են ունեցել, վերջին տարիներին տարբեր հեղինակավոր փառատոներում են եղել, արտադրության բլոկում խոսելու են այն մարդիկ, ովքեր համատեղ արտադրություն են արել տարբեր եվրոպական երկրների եւ Հայաստանի միջև, եւ նաեւ ժառանգության թեմայով պետական կառույցների ներկայացուցիչներ են լինել, ովքեր պատասխանատու են այդ կինոժառանգության պահպանման, թվայնացման եւ հանրայնացման համար։ Այնպես որ մենք փորձում ենք ոլորտի լավագույն մասնագետներին ներգրավել, ովքեր հենց աշխատում են այդտեղ եւ իրանք կարող են սեփական փորձով կիսվել եւ ասել, որ այսպես են կարել, այսպես է եղել, հիմա այս խնդիրները կան, այս խնդիրներին ենք հանդիպել ճանապարհին եւ լավ կլինի, որ այսպես շարունակվի։ Շատ լավ առիթ է յետասատ ռեժիսորներին կամ պրոդյուսերներին, ովքեր ֆիլմ արտադրությամբ ուզում են զբաղվել։ Ես հիշում եմ հենց այդ ֆիլմի մասին, որտեղ ես առիթ եմ ունեցել խաղալու Մարտինի, ես չգիտեմ ինքը մասնակցում է թե ոչ, բայց ինքը արդեն մագիստրատուրայի ուսանող էր, երբ մենք միասին նկարեցինք այդ ֆիլմը Ալեքսանդր Խաչատրյանի հետ համատեղ։ Եվ ֆիլմը 20 երկրների մեջ, ինքը լիամետրաժների մեջ է մրցակցության գնացել, որովհետև ֆիլմը տևում է մոտավորապես 50 րոպե։ Եվ մենք ստացել ենք միջազգային մրցանակ, այսինքն ֆիլմն է շահել, եւ ես որպես լավագույն դերասանուհի, ես չգիտեմ այդ ֆիլմը մասնակցում է թե ոչ, որովհետև ես տեսնում եմ, որ ինքը պարբերաբար շատ ակտիվ լինում է տարբեր երկրներում, հետևում է փորձում իրեն կրթել կինոարտադրության մեջ, բայց ինքը որպես առաջին դեբյուտային ռեժիսոր, լավագույն ռեժիսոր էր ճանաչվել, եւ ասեմ, որ դա միջազգային ամենամյա տեղի ունեցող սավ կինոփառատոնն է։ Լավ կլիներ, ես չգիտեմ, գուցե ես նրան կարող եմ գրել առիթ ունենա մասնակցելու, ինչու ոչ, որովհետև իդեպ պիտի ասեմ, նրանք ովքեր իմ էջից ինչ որ նկարներ կամ ինչ որ փոքրիկ վիդեո տարբերակներ տեսնելիս ասում էին, որ ամենք փնտրում ենք այս ֆիլմը YouTube-ում եւ չենք կարողանում գտնել, որովհետեւ ինքը դեռ չկա, քանի որ մասնակցում է տարբեր փառատոների, բայց սա նաեւ լավ առիթ կլինի կինոէկրաններին ցուցադրելու համար։ Իհարկե մեծ հաճույքով կարող եք կոնտակտներ ստալ կամ կապնվենք հետ։ Սիրով կփոխանցեմ։ Հետաքրքիր գաղափար է, փաստորեն քան տարի է, որ այս փորձում եք իրականացնել այս ծրագիրը։ Սա երկրորդ անգամն է, որ անում ենք, որովհետև փորձում ենք ամենամյա անենք, բայց ինչպես ասացի, կորոնան խանգարեց։ Բայց ուզում եմ հասկանալ, տեսեք, ենթադրենք չէ, անում ենք այս տարի, այսինքն 2022 թվականին։ Այս տարի անում ենք նախորդ 21, 20 եւ 15 թվականի ֆիլմերը։ Գալիք տարում 2023 թվականին
դա աստված որ ոչ մի վիրուս մեջ չխանգարի եւ որ ծրագրերը բնականon հունով գնան 23 թվականին դուք արդեն ամփոփելու եք 22 միայն 22 թվականի, հա, այսինքն 1 տարվա ընթացքում այն ինչ որ հիմա էկրաններին գնում է, որ հիմա էկրաններին գնում է ու արդեն կարող եմ ասել, որ մի երևի 5-6 ֆիլմ հայկական դուրս է եկել էկրաններ, եւս մի 2 մեծ պրեմիերա պատրաստվում է մոտ ժամանակներս եւ տարվա վերջ ինձ թվում է մի 10 ֆիլմ կունենանք հայկական էկրաններ, հայկական ֆիլմեր, որոնք դուրս են եկել էկրաններ, այսինքն վարձույթ են դուրս եկել եւ ծրագիրը կկարողանանք կազմել։ Դե մոտավորապես մի 3-4 ֆիլմի պրեմիերա մենակ այստեղ մենք տաղավարում ենք զրուցել, եկել են մեզ մոտ հյուրեր, շփվել ենք, խոսել ենք, բայց այդ ֆիլմերը հիմա չեմ կարծում կարողանան մասնակցել, որովհետեւ դեռ գնում են էկրանները։ Դեռ գնում են։ Ես իդեպ ցավում եմ, որ այս բանով են տրվում, հա, 2019 եւ հետո, որովհետեւ 2017 թվականին ես առիթ ունեցա Մերենսկի Մոսկվայի բեմում տեսնելու մի քանի մեր ինստիտուտի ռեժիսորների, ուսանողների աշխատանքներ, որոնցից մեկը իդեպ Չինաստանում շահել էր առաջին մրցանակ։ Նրանք լիամետրաժ չէին, չնայած ոմանք լիամետրաժ էին, իրեն եւ աղջիկ ռեժիսոր էր իդեպ պիտի ասեմ, առիթ ունեցել եմ իրեն հյուրընկալելու այդ կապակցությամբ, բայց մի քանի ֆիլմեր, դոկումենտալ ֆիլմեր, որոնցով ես շատ տպավորված էի, հետաքրքիր էր, որ նրանք ինչ աշխատանքներ էին արել Սևանում, Ձմռանը, մի ձկնորս կնոջ ու տղամարդու մասին էր ինչ կերպ էին նրանք ձմռան այդ ամիսներին Սևանում հատուկ պատրաստված գնում այդ խորքերը, որպեսզի ձուկ բռնեն, հետո վաճառեն, այսինքն իրենց մասնագիտության մասին։ Ես ուղղակի տպավորված էի, որովհետև այդ դոկումենտալ կադրերը այնքան գեղեցիկ էր ներկայացված, մի ամբողջ պատմություն ու մի քանի այդպիսի ֆիլմեր, մի հետաքրքիր է ռուս կնոջ մասին, ով եկել էր Արցախի խուլ գյուղերից մեկում ամուսնացել էր եւ այնտեղ մեծացնում էր իր 4 երեխաներին, զբաղվում էր անասուններով ու զարմանում ես թե ինքը որտեղից որտեղ է եկել եւ որոշել հենց այդտեղ էլ հաստատվել, չէր էլ ուզում այդտեղից գնալ։ Հետաքրքիր պատմություններ էր, որ այդ ռեժիսորները գտել էին այն անհատներին ու մի ամբողջ ֆիլմ էին սարքել, գրեթե 1 ժամանոց 40 րոպե, 1 ժամ ֆիլմեր կային։ Ես ցավում եմ, որ դրանք չեն մասնակցում, որովհետև իրենք իսկապես շատ կարևոր էին եւս մի անգամ փնտրել եմ ինտերնետ հարթակում այդ ֆիլմերը նորից նայելու համար կամ առաջարկելու չեմ կարողացել գտնել։ Ափսոս որ իրենք շարունակվում են երևի թե մասնակցել։ Չեմ կարծում իրենք մրցույթների մասնակցեին, այսպես ասած, որովհետև մի քիչ ուրիշ ուղղվածություն ունեին, բայց այդ որպես ուսանողների աշխատանք շատ այդ ծավալուն աշխատանք էր արված ու շատ հետաքրքիր նյութ էր վերցված աշխատանքի համար։ Ես կուզեմ ձեզ առաջարկել, որպեսզի ինչ որ չգիտեմ, հարթակ տրամադրեք կամ մյուս տարին նաև տրամադրվի, քանի որ քիչ է լինելու ընտրված ֆիլմերի քանակը, նաև մի քանի ուսանողների թեկուզ ընտրված տարբերակով ֆիլմերը առիթ ունենան էկրան բարձրանալու եւ նորից նայելու։ Հետաքրքիր ֆիլմեր իսկապես կան։ Փաստորեն ֆորումը ինք իրենով տարբերվում է, ենթադրենք մեր կինոփառատոներից նրանով, որ մենք փաստորեն տեսավարձույթ ունեցող ֆիլմերն ենք բացառապես նայելու, որովհետև մենք ունենք այդտեղ Ոսկե ծիրան, չգիտեմ, ես եմ փառատոն ունենք, King փառատոն ունենք, որոնք որ ավելի, ինչպես ասացիք, փառատոնային ֆիլմերի ցուցադրման համար, իսկ այս դեպքը բացառապես որ մենք տեսավարձույթով կոմերցիոն, այսպես ասած, բնույթի ֆիլմեր ենք դիտելու։ Ну, ոչ միայն կոմերցիոն, հիմնական կրիտերիան, որ էկրաններ բարձրացած լինի, օրինակ մենք ունենք այս տարի, երբ որ Քամին հանդարտվի ֆիլմը Նորա Մարտիրոսյանի, որ Կաննի կինոփառատոնում էր 2020 թվականին եւ այդ ֆիլմը ուղղակի Հայաստանում էկրաններ գնաց մի շաբաթ կամ 2 շաբաթ, չեմ հիշում, բայց շատ կարճ պրոկատ ունեցավ, որովհետեւ հանդիսատեսը քիչ էր, բայց ֆիլմը շատ լավ որակի ֆիլմ է եւ ինքը այդքան էլ կոմերցիոն չենք կարող ասել էլի, որպես այդպեսին հիմնական կրիտերիան ֆորումի դա այն է, որ մենք ցույց ենք տալի ֆիլմերն առանց ընտրության, այսինքն բոլոր ֆիլմերը, որոնք էկրաններ են բարձրացվել, ցույց ենք տալի եւ մրցույթ չկա ի տարբերություն փառատոնային ֆորմատի, որը ենթադրում է եւ ընտրություն ֆիլմերի, այսինքն որոշակի սելեկցիա եւ ենթադրում է արդեն մրցակցություն եւ մրցանակ։ Մեր մոտ այդ երկու հիմնական բաղադրիչը չկա, ինքը ավելի շատ ցուցաշար է, մենք ուղղակի ֆիլմերը ցույց ենք տալիս։ Ոչ փառատոն ենք իրականացնում, ոչ մրցույթ ենք իրականացնում։ Բացառիկ դեպքերից է, որ ինքը ֆորում է, ուղղակի ֆորում է։ Ես ասացիք ֆիլմ հիշեցի Թափառում ռոք օպերան, ժամանակին կար բացառիկներ իր տեսակի մեջ, մեր SNG-ի տարածքում, որ չէին նկարահանվում ռոք օպերաներ, որը նկարահանվեց մեծ ոգևորությամբ Մուշեղ Քարշյանի
մեռնելը որքան դժվար է գրքի հիման վրա եւ իսկապես շատ հետաքրքիր ֆիլմ է ստացվել, բայց ելի ինչպես այդ ֆիլմի ճակատագիրը, այդ եւս մասնակցեց Կաննի փառատոնին եւ այլն, չգիտեմ, այնտեղ մրցույթ չայս թե չէ, բայց մրցանակ չայս թե չէ, բայց ելի կարճ ժամանակ մնաց էկրաններին, մարդիկ ելի չեկան, չնայեցին, որովհետեւ արի ուտես մի քիչ ճաշակները տարբեր են, մարդկանց ցանկությունը տարբեր է, հիմա ավելի շատ գնում են կոմեդիաների հետևից, գնում են թեթև ֆիլմերի հետևից, իսկ դա ուղղակի բանը Կանը մի փոքր տարբեր է, կա Կաննի շուկան, որ մասնակցում են, ուղղակի ֆիլմերը տանում են, որ ցանկացած մարդ կարող է, բայց անկախությունից հետո մենք մի ֆիլմ ենք ունեցել Կաննի ծրագրում, դա այս ֆիլմն է եղել Նորհամ Արտիրոսյանի, ուրիշ ոչ մի ֆիլմ հայկական Կաննի ծրագրում չի եղել անկախությունից հետո հիմնական ծրագրում։ Հիմնական ծրագրի մասին ենք խոսում։ Ու այդ տարի մրցույթ չկար որպես այդպեսին, քանի որ էլի կորոնավիրուսի տարին էր եւ on-line էր ամեն ինչ արվում, բայց կար ընդհանուր ծրագիր, որի մեջ նաեւ այդ ֆիլմն էր, պաշտոնական Պաշտոնական ծրագիր։ Բայց հետաքրքիր ինչ արձագանք ունեցավ, թե դրա մասին դուք տեղյակ չեք։ Արձագանքները բավականին լավն են, մինչև հիմա ինքը տարբեր տեղերում կա, նաև on-line հարթակներում կա, բայց ես այդքան շատ տեղյակ չեմ, դա արդեն ֆիլմի պրոդյուսերները եւ հեղինակները կարող են ասել։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Հետաքրքիր ֆիլմ ֆորում է փաստորեն լինելու, մեկնարկում է երբ Վաղվան սկսում ենք ֆիլմերի ցուցադրությունները եւ ամսի 14-ին հենց ֆորումն է լինելու քննարկում։ Արդեն քննարկում։ Մինչեւ ամսի 13-ը լինելու են փաստորեն 19 թվականից սկսած 20 եւ 21 թվականի հայկական արտադրության ֆիլմերը, որոնք արդեն ունեցել էկրաններ բարձրանալու, այս անգամ դուք կարող եք գնալ դիտել, եթե առիթ չեք ունեցել տեսնելու եւ նրանց Բայց մենք ճշտենք որտեղ կարող են ցուցակը ճշտել, այսինքն ինչ ֆիլմեր են գուցե ինտերնետ հարթակ կա, որտեղ կարող է հեռուստադիտողը գտնել ֆիլմերի ցուցակ։ Քանի որ ինքը միայն հավատարմագրված մարդկանց է, այսինքն մուտքը այդքան էլ ասած չի, ինչպես ասացի, մարդիկ, ովքեր արդեն ակրեդիտացիա են ստացել, ովքեր կինոյի ոլորտից են, իրանք հնարավորություն են, բայց եթե ինչ-որ մարդ կա, որ դեռ ուզում է գալ ցանկը ունի եւ կինոյի աշխատողից է, կարող է մենք Facebook-յան էջ ունենք, հայկական ֆիլմ ֆորում է կոչվում, այնտեղ գրել եւ մենք արդեն խոսենք իր հետ եւ հնարավորություն կտանք դիտելու։ Ցանկը։ Ահա, այսպեսի իրադարձություն, սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա մեր հյուրին կճանապարհենք, որից հետո կունենանք գովազդ, իսկ ինչպես տեսնում եք, մեր աչքի առաջ հենց հիմա թխվում է ծննդյան տորթը, այլ ինչ կարող է լինել ավելի գեղեցիկ նվեր Մարինեի համար, երբ տես գոլեգաները իրենց ձեռքով թխելու են քո տորթը։ Մենք կգնանք հիմա մի բանով էլ մենք մասնակցություն Բայց մի կտորել պետք է անպայման նանեին տանես։ Անշուշտ, թե չի կռիվ կա ինձ հետ։ Ձեր շնորհակալություն Վահան, հաջողություն ենք մաղթում։ Այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո ձեզ հետ միասին մենք կթխենք մեր տոնական տորթը։ Այսպիսի տոնական առավոտ։ Լավ հյուրերով, հետաքրքիր ինֆորմացիայով եւ իհարկե տարեդարձներով։ Եվս մեկ անգամ, ովքեր միացել են մեզ, ուզում ենք շնորհավորել բոլոր նրանց, ում տարեդարձն, ովքեր ծնվել են այս օրը, եւ ինչպես մենք մեր հաղորդման սկզբում ասացինք, մեր շատ սիրելի Մարինեի ծնունդն ենք շնորհավորում, Նանեի ծնունդն ենք շնորհավորում եւ ինչու եմ այսքան ասում շնորհավորում, որովհետեւ Համլետն էլ իր ձևով է շնորհավորում մեր հոբելյարներին, իր գեղեցիկ տորթով։ Խնդրեմ, եթե կադրում հնարավոր է ցույց տալ Անուշ Ահա, ինչքան ելակ կա, Անուշը կերավ։ Դրա համար էլ այս տորթի վրա ելակ չմնաց։ Բայց տարավ կեսը, գիտես։ Դե տարավ, որ չուտես, որ տաներ մնացածներ էր ուտելու։ Մեկա պետք չէր իրեն։ Ոնց թե պետք չէր։ Ես այստեղ այսքան գործ անեմ, այսքան ելակը սենց սիրուն շարեմ։ Նայեմ, թե ինչպես է Համլետը շարում, ասա։ Ուտեմ։ Ոչինչ, վերջում կուտես։ Այդ ամբողջ տորթը կարող ես մի կտոր տանել Նանեին, մնացածը ես ուտեմ։ Ինչ լավ է, որ պատրեն իմ ծննդյան օրն է։ Դու մտածիր, դու վերջում տես ինչ է ստացվելու։ Չէ, ես իհարկե կկիսվեմ իմ գործընկերների հետ։ Դու կարող ես ի դեպ կամաց անել դժվար գործը։ Այսինքն ինչ է նշանակում, կամաց այսպես դանդաղարի, որովհետև մենք էֆեկտներով պիտի շնորհավորենք Մարինեի ծննդյան տարեդարձը, բայց այստեղ միայն տորտ չէ, որ ունենք, մենք այստեղ ունենք նաև գունեղ աղցան։ Թեթև աղցանի դեպ։ Եվ ինչպես պատրաստվեց այս աղցանը։ Թույլ կտաս, ինչեւ դու պատմում ես, ես կուտեմ համել։ Իսկ կլինի են տորթի վրայի են մի քիչ մնացած մասն էլ ուտեմ։ Համլետ։ Ինչպես պուճուրի։ Ինչ ասում ես, հա, Համլետ։ Ինչ ես ուզում ասել։ Համլետ կլինի բացեմ ես խմենք։ Ինչ կա բաց։ Ահա, ես ունեմ այս տարավիրին։ Հա, լավ, քեզ կտամ, ահա։
Չէ, ես այս վերցու քեզ այն մեծ տորթը տուրի։ Ես ասեցի, չէ, կկիսվեմ։ Հիմա ինչ Համլետը կներկայացնի աղցանը, ես գուտեմ։ Իսկ ինչ է սա, չգիտեմ։ Ասա Համլետ։ Ինչ է սա։ Ինչպես հաղորդման սկզբում ասեցի, ֆետապանրով, բազուկով, հեշտ պատրաստով աղցան եմ առաջարկելու։ Ձեռքի տակ անհրաժեշտ է ունենալ բազուկ, ֆետապանիր, ու վերջ։ Համեմ ու թխեմալի։ Այո, վրացական սոուս թխեմալի, ցանկալի է սալորի, կարմիր։ Բազուկը շոք է խաշում ենք, մանր կտրատում, abstract ձևաչափով, եռանկյունաձև, խորանարդ, ինչպես ցանկալի կլինի։ Ավելացնում ենք մանր կտրատած համեմ, թխեմալի եւ լցնում մատուցվող ափսեի մեջ, որից հետո վրան ավելացնում ենք ֆետա պանիր, էլի կտորներով կամ փշրված տարբերակով։ Սա ինչ է։ Դա դդումի կրեմ է։ Ես 3 հաղորդմանը պատրաստում եմ դդումի կրեմ, որը պահում եմ ու մի քանի օր ես հետաքրիր դդումի կրեմով այդպես ձևավորում եմ տալու։ Կարող ենք ձևավորել դդումի կրեպով։ Մի քանի նապաստակ։ Ինքը շատ պրակտիկ է ու հարմար է նման օգտագործելու համար։ Տես, միայն ասում եմ, չի ասի, գիտես, համեղ է, համեղ չէ, շատ համեղ է, շատ համեղ է։ Նենց համեղ է։ Այս մարդ այդքան տանջվել, չարչարվել։ Տորթը պատրաստեց, ձևավորեց, աղցանը պատրաստեց։ Նայր։ Ես բացեցի շամպան։ Դերասանին ինչ է պետք բեմում։ Ուտել։ Բա։ Ծափարություններ։ Այո։ Խոհարարին ինչ է պետք։ Ուտել։ Որ ուտես նրա պատրաստած, ուրեմն համեղ է։ Դե բայց պետք է դնես ու ծափարես Համլետին։ Ուտեմ։ Դե ես բացում եմ շամպայնը։ Ահա։ Կարող ես։ Կարող եմ, փորձեմ։ Օհո, բացեցի։ Չտրակես մեր շամպայնը։ Դե ուզում ես տրակել։ Ված չէր լինի։ Կարող եմ փակել նորից բացել տրակացնենք։ Հետո մի լույս վնասեմ ինձ ասեն շատ թեթև հոյակապ աղցաների դեպ։ Շատ էս թեթ։ Էս ինձ։ Ահա։ Էս։ Բայց Համլետի։ ինչ ենք անելու, բա տորթիկը չենք կտրելու։ Չէ, բայց տորթը պետք է մոմ դնել մի հատ տորթի վրա։ Մոմ կդնենք մեր տորթի վրա։ Իմպրովիզացիան մի անգամից։ Ահա։ Շերտերը, գույները, ելակը ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ։ Այո։ Մեր ամենահամեղ տորթը ամենահամեղ մարդկանց։ Դու ինչ ուզում ես ուտել։ Այո, մի հատ խնդրում եմ, ինձ կարելի է առավոտ շուտ թողնես միայն ուտի։ Ահա։ Ես էլ եմ ուզում անեմ։ Դու անընդհատ ես անում, չես թողնում որ ես։ Դու չգիտես որ տորթի ամենահամեղ հատվածը այդ այն հատվածն է, որը այնտեղ դրված է։ Սա այն վերևի հասկացա։ Ես մինչև տորթի ամենահամեղ մասը կուտեմ, մի դեպ սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք տարօրինակ օրենքների մասին տեսանյութ, որը պատրաստել է մեր լրագրողը։ Հիմա ձեզ ցույց կտանք, ես վստահ եմ, որ նաև տրամադրություն բարձրացնող կլինի, համեցեք։ Լավ ներավարտ ասում է, բոլոր օրենքները գրվում են նրա համար, որպեսզի դրանք խախտվեն։ Այո։ Հատկապես որ հայրը սիրում են իսկապես շրջանցել բոլոր օրենքները։ Դա ուզում ասել, որ հիշեցի մի քանի պատմություն, իհարկե հիմա չեմ պատմի, որովհետև երկար պատմություններ են, բայց ֆանտաստիկ խախտումներ են ու հայերի կողմից, թե միայն հայը կարող է այդպիսի խախտումներ թույլ տալ Եվրոպայում, ընդհանրապես արտասահմանում, բայց հիմա ցավոք ժամանակ չունենք, երկար պատմություններ են, չեմ պատմի։ Բայց եթե պիտի ասեմ, որ ունենք հետաքրքիր օրենքներ պետք է ասենք։ Իսկապես այստեղ Հայաստանում տարօրինակ չունենք։ Չենք անդրադառնում, բայց ունենք, չէ՞։ Ցավոք որ նրանք զավեշտալի ու տարօրինակ չեն, ավելի շատ բարկացնող են, որովհետև նրա վրա ինչի վրա որ պետք է օրենքներ սահմանվեն եւ դրանք խստորեն, չգիտեմ, գոնե թե տուգանվեն, այ դրանք չեն արվում։ Ես անընդհատ առիթ եմ ունեցել, արդեն 6 տարի է շարունակ այդ մասն խոսում եմ, անգամ համացանցում, որ ասում եմ, որ պիտի այս բեռնատար մեքենաների, ավտոբուսների ու առհասարակին մեքենաների հետևից դուրս եկող ծուխի հետ կապված լուրջ պայքար մղել կամ գոնե թե լուրջ տուգանքներ սահմանել։ Դե դա փորձեցին անել, դա հայտնի սարքն է, չգիտեմ դա հայերեն ինչպես է, բայց այո, երբքան կարժի, այո, վաճառում են։ Դե դրա համար եմ ասում, ովքեր որ առիթ կունենան հանելու, վաճառելու ու հետո այդպես վարելու մեքենան, պիտի լինի խիստ տուգանքներ։ Դե այդ մասին խոսում էին, բայց չգիտեմ, այդ օրենքը սկսեց գործել, թե չգործեց, այդ կիմանա մեր ռեժիսորը, որովհետև
ինքը մեքենաների հետ սերունի հատկապես։ Իհարկե չգիտես ինչու, բայց նաև հա անդրադառնանք այն փաստին, որովհետև մենք էլի առիթ ունենք այդ մասին անընդհատ բարձրաձայնելու, որ մենք երբ մեկնում ենք արտերկիր կամ բնակվում ենք արդեն այնտեղ, այդ ժամանակ սկսում ենք պահել օրենքները, ինչ վերաբերում է մեր երկրում, մենք չգիտես ինչու կարողանում ենք լավ պրոֆեսիոնալ կերպով խախտել։ Իդեպ պիտի ասեմ, որ ռուսազգի մարդիկ, հա, ովքեր այստեղ բնակություն են հաստատել հայտնի պատճառներից հետո, ասեմ, որ իրենց էջերում գրում են, որ այստեղ հերթ կանգնելու կուլտուրա ձևավորված չի։ Անընդհատ բողոքում են դրանից ու հետաքրքիր է, որ չնայած ասում են, որ կամաց-կամաց դա փոխվում է, բայց այնուհանդերձ, քանի որ իրենք սարսափելի հենց գերմանական ճշգրտությամբ կանգնում են հերթեր, երբեք չեն խախտում այն եւ համբերատար կարող են կանգնել ժամերով, ինչը չեն անում հայերը։ Կներեք, էլի իմը ես մի հատ նայել, ես մի հատ անցնեմ։ Ես ուղիղ եթերի եմ, էլի մի հատ անցնեմ, էլի երեխան մեքենայի մեջ է, մի հատ իմը քիչ է, ես անցնեմ։ Շունիկը ծննդաբերում է, կներեք, մի հատ կնանք։ Հա, բայց իմիջիալոց կա, չնայած որ հիմա տես ես էլի փաստորեն այնպես կստացվի, որ ես իբր դեմ եմ օրենքներին, բայց մի քիչ հետաքրքիր է քո երկրի առանձնահատկությունն է նաև դա, հա։ Դե իսկապես հիմա մարդը մի ծամոն է վերցրել ու դու մի ամբողջ sense երկու զամբյուղով կանգնած ես։ Միթե դժվար է զիջել մեկ ծամոն գնաց մարդ։ Այո, դժվար է։ Օրենքը մնում է օրենք։ Ինչպես ասում են, հայտնի խոսք կա, չէ՞, ասում են մեռնեմ օրենքին, վերջ։ Եթե մի ծամոն է, սպասիր մի ծամոն է կտաս։ Բայց ինչ լավ է, որ շատ հաճախ, շատ դեպքերում ես տեսել եմ, շատ երիտասարդներից, կանանցից, ինչու՞ չէ, նաև տղամարդկանցից, երբ ասում են, վայ, եկեք դուք անցեք, մենք ոչինչ, ձերը քիչ եկեք անցեք, մենք ձեզ շատ ենք սիրում։ Ոնց կարող է դա չգնահատել։ Իսկ լավ է, լավ, մի հետաքրքիր զավեշտալի պատմություն պատմեմ, որն եղել տեղի եմ ունեցել հենց 3 ինձ հետ։ Միկին է, հիշեց ինչ ես պատմել, ասա։ Միկին է հանդիպում ինձ 3 մի միջավայրում եւ դե ինձ թվում է, որ ճանաչել է, հայացքից այնուամենայնիվ այդպես եմ զգում, բարևում եմ այդ կնոջը, փորձում եմ դուրս գալ եւ այդ կին ասում եմ, գիտեք, դուք այնքան հետաքրքիր ձայն ունեք, ես կարծում եմ, ես ձեզ խորհուրդ կտայի, որ դուք աշխատեիք հեռուստատեսությունում։ Եվ ես նայում են այնտեղ կանգնած մարդիկ, մտածում են, որ հիմա ես պիտի ինչ-որ բան պատասխանեմ, ես ասում եմ, հա, կարծում եք, շատ լավ, շնորհակալություն, ես նկատի։ Ես կմտածեմ այդ մասը։ Ես կմտածեմ եւ հետաքրքիր, գիտես ինչ է, այսպես է, որ Բայց ես նորից ուզում եմ այդ առավոտյան էլ այդ հարցը տվեցի, այլ ուզում տալ, կարող է ինքը ճանաչել է, եթե ճանաչել է, ապա ինչու է այդ հարցը տվել, որովհետեւ պետք է Ինքը ճանաչել էր, բայց չէր ուզում ցույց տալ, որ ինքը ճանաչել է։ Բայց այդ տեսակ տարօրինակ հարց ինչ է տալիս, ես կարծում եմ, որ պետք է երթատեսությունում աշխատեք։ Ճիշտ է կարծում, Տիկին։ Ավելին, նա բազմամյա տարիների փորձ ունի երթատեսությունում աշխատող։ Հերիք չի, որ ես իհարկե մոտավորապես ժամ ու կես ծիծաղում էի, ասեմ, էլ ինչ եմ արել, զանգել եմ մի քանի ընկերների եւ պատմել եմ այդ մասին, բայց ամենահետաքրքիրն էր, որ ես զանգեցի ուզեցի պատմեմ, ոգևորված հետո սկսեցի ծիծաղել, հիմա իրենք ասում են, լավ, ուզում ես ծիծաղին վերջացրու, հետո կասես ինչ է եղել, որովհետեւ չեն հասկանում ինչ եմ ասում, որովհետեւ այդ պահին շատ տարօրինակ էր այդ կնոջ արձագանքը ինձ, որ ես պիտի հեռուստատեսությունում աշխատեմ։ Ես վերցրեցի ձեր ասած միտքը եւ հաջորդ օրն իսկ իրագործեցի, եկա հեռուստատեսություն, ասացի պիտի ես աշխատեմ հեռուստատեսությունում, որովհետեւ այսպեսի ձայն ունեմ։ Ես շատ գեղեցիկ դիմագծեր ասած։ Շնորհակալություն։ Ասում են հաջողախոսությունը երբեք շատ չի լինում կանանց համար, այնպես որ սիրելի տղամարդիկ կարող եք սրայլ լինել ձեր հաջողախոսությունների մեջ եւ ինչու՞ չէ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուրբաթ է, առջևում հանգստյան օրեր են, շատերը իհարկե պլանավորում են այսօր երեկոյան հանդիպել ընկերների հետ, սիրելիների հետ, որովհետեւ կարող են մինչեւ ուշ գիշեր նստել, զրուցել, չգիտեմ, գուցե գինի վայելել, որովհետեւ վաղը տանն են, ես իսկապես մաղթում եմ ձեզ այդպիսի ջերմ հանդիպումներով ողողված հանգստյան օրեր։ Մարինեին իհարկե մաղթում եմ անմոռաց օր, թող որ իսկապես ամենագեղեցիկ օրերից մեկը լինի այն քեզ համար։ Մենք փորձում ենք ամեն առավոտ հնարավորինս Նաև նույնը մաղթում ենք նաև Նանեին։ Այո։ Թող անմոռանալի դառնա այսօր իր համար։ Դարձնեմ նրա համար այսօրը։ Դա, այո, դա եւս պարտականություն է, որ պետք է կատարել։ Այո, անշուշտ, եւ ամենագեղեցիկ ու համով ու սիրելի պարտականությունը։ Պետք է այսօր ունենալ, պետք է այսօր ամեն ինչ անել, ինչպես սիրում են Նանեն։ Այո։ Ճիշտ եմ ասում, Համլետ։ Համլետ, քեզ շնորհակալություն
Վաղ առավոտից չզլանալու եւ մեր Մարինեին նվիրելու այս գեղեցիկ ու համեղ տորթը խոհանոցում ինչպես միշտ շատ օպերատիվ քո աշխատանքի համար եւ ինչպես միշտ ամենահեշտ բաղադրատոմսերը ներկայացնելու համար։ Շատ հեշտ տորթ պատրաստեցինք այսօր։ Մենք հաղորդման վերջում արդեն իհարկե կվայելենք ամբողջ անձնակազմով մեր ծննդյան տորթը, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ մաղթում ենք իհարկե հաջողություն, ասում ենք ցտեսություն ու որ կհանդիպենք երկուշաբթի նույն ժամին 9:30 կենտրոնի առավոտի հետ միասին մենք ձեզ առաջարկում ենք Արթնանալ։ Այո, մաղթում ենք ձեզ լավ հանգստյան օրեր, կհանդիպենք երկուշաբթի առավոտյան։ Ցտեսություն։